Երբ որ դու ինքդ քեզ չես սիրում, դու չես կարող այդ սերը տալ բոլորին։ Ու վերջապես հասկացել ես, որ այս կյանքը ոչ թե կռիվ է կյանքի հետ, այսինքն ոչ թե պայքար է, ինքը ուղղակի հավեսով ապրել է, այսօրվա օրը վայելելն է կյանքը, այս հիվանդությունը, որ ինձ տրված է, եղել անցնել այդ փուլը, ես համարում եմ իմ նվերը այս կյանքի։ Սովորենք վայելել ճանապարհը, այլ ոչ թե նպատակը։ Եթե մեկը չօգնի, դու ինքդ ես գլուխդ կողմ բանել, որ ինքդ կովիզը կդրում ես։ Հա, իրոք։ Հա, Այսինքն դա ծնողին ներել, սիրել չի, այլ մենակ ասենց սեր ու երախտապարտություն, որ ծնողը անգամ ընտրել է իր թերությունները, որպեսզի քեզ դրթի, որ դու դառնաս այն, որ դառնում ես, էլի։ Այդտեղ էլ ներելու հարցեր չկա, դա մենակ ասենք խոնարհվում ես։ Չկա ավելի բարձր կրոն կամ ճշմարտություն։ Այնքան են մաքրել այս մեր լեզուն, որ արդեն իմ մոտ տպավորությունն է, որ ասենք իմ ջահել ժամանակ էլ այսքան մաքուր չէին խոսում, ոնց որ այսօր էլի։ Մենք ձեր հետ ենք դառնում ես ինչ որ դառնում ենք։ Մենք երբեք ոչ մի ձևից լուրջ դեմքով չենք նստել, այլ չենք խոսացել, որ մեր մոտ սա տոշնի է, մենք սա հասկացել ենք, մենք ամենավերջն ենք, դες ուզում ենք սովորացնենք։ Ասեմ ժողովուրդ, ամեն ինչ լավ է։ Ով որ այս կյանքի էս փուլում է, դիմացեք, հեսա գալու է լավը։ Բայց գիտես ինչի են մարդիկ ձեզ այդքան շատ սիրում ու բոլորը իրար շատ են սիրում, որտեվ այդ դասատուի, սովորացնողի այդ ձեռագիրը չկա։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ապրի իր խաչելությունը։ Սիրեցեք նույնիսկ ձեր մահը։ Իհարկե։ Վախը դժոխքի հանդեպ չի բանանում, չի մաքրում մեր կյանքը, մեր սխալներից։ Ես վախ առաջացնում է ատելություն, վախ առաջացնում է ագահություն, չէ՞, որ մարդը ունի նորմալ կենցաղային պայմաններ, ոսկի տուն, մեքենա, ամեն ինչ լավ է։ Ինչա ձգտում երկրորդին, երրորդին, չորրորդին։ Ագահությունը դեռից է գալի, վախ որ դա կկորցնի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք Սիլվա ջան, մեր հրավերը ընդունելու, մեզ հյուրընկալվելու, մեր հայաստանյան դու տաղավարում կարելի ասել, երկու բառով մեր դիտողներին ներկայացնեմ Թեովա Սիլվան, ավելի շուտ ներկայացնեմ Թեովա Սիլվան մեզ համար, հետո մնացածը ինքը արդեն կներկայացնի Թեովա ինքը։ Սիլվայի հետ հանդիպել ենք, ծանոթացել ենք, եթե չեմ սխալվում, հունվարի վերջ, հա, երևի այս տարվա, հունվար-փետրվար ամիսներին։ Այդ մեր այդ զումերի ժամանակ ու մի հատ լուսավոր ու պայծառ հոգի, շատ հետաքրքիր կյանքի ճանապարհ անցած անձնավորություն, որը որ sense ինքը արդեն ինքը իրանով, այս ինչի մասին որ մենք խոսում ենք, ինչ որ ուզում ենք փոխանցենք ձեզ, այդ ամեն ինչին հասած անձնավորություն, շատ ուրախ եմ, որ քեզ շանս ունեցանք անձամբ ծանոթանալ, գիտեմ դու ես ուրախ մեր ծանոթանալու համար, որովհետև մի քիչ դժվար է թաքցնել մեր համար այդ ուրախությունները։ Կարելի է ես հիմա ընդհատեմ էլի, ուրեմն նախ բարի գալուստ Հայաստան, որ դուք չգայիք ես էի գալու, բայց լավ է որ դուք եկաք, որտեվ ստեղ ձեզ իրոք շատ էին սպասում ու Նիկ ջան, չգիտեմ, նենց ներկայացրեցիր, ես էլ հավատացի, որ ես տենց լավն եմ։ Ես ձեզ շատ եմ սիրում, իրականում ու շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում, շնորհակալ եմ, որ տիեզերքը ինձ սենց նվեր ա մատուցել, ձեր հետ շփվելու, վայելելու այս ընկերակցությունը։ Ես ձեզնով մեծանում եմ, շատանում եմ, սենց չգիտեմ, վայելում եմ այս կյանքը, ապրեք որ կաք ու Քվանտային տունը, այդ մեր իրական տունն է, ես վերադարձել եմ տուն, այո, գտել եմ իմ ընտանիքը, ինչ ասեմ, բոլորիս մաղթում եմ այդ տանը խաղաղություն, ջերմություն ու ավելի մեծանանք, շատանանք ու ձեզնով իրոք հիացած եմ, շնորհակալ եմ, որ կաք։ Մենք ենք շնորհակալ շատ Սիլվա ջան, ես ինձ թվում է արդեն ով չգիտեք ես դեռևս, ամենայն հավանականությամբ, հիմա որ մենք սկսենք խոսել, կցանկանա իմանալ, թե այդ ինչ փորձությունների մեջով ես դու անցել, հա, բայց քանի որ մենք անդրադարձել ենք դրան արդեն, հա, մի քանի անգամ, ինձ թվում է, եթե ասեք կոնկրետ են իրանք ուզում իմանալ, հա, ավելի լավ է թող գնան նայեն այդ մեր զրույցները, հա, իսկ հիմա որպես ես ուրախ կլինեի, որ դու ուղղակի մի երկու բառով ասեր, հա, թե ինչ, այսինքն դուք ասես, հա, բայց մենք ավելի շատ կուզենայի, որ արդեն հիմա զրույցը որ տեղի կունենա, արդեն դու այդ փորձությունը ապրած մարդկու աշխարհայացքով, հա, աշխարհայացքից
խոսես հետևանքը էլի այն ամենի մասին ինչը ինչ ոնց է քո ասենք գիտակցությունը քո սիրտը փոխակերպել հենց այդ փորձությունների միջով անցնելուց հետո, հա, այսինքն այդ տեսանկյունից արդեն վերաբերվել հիմա նոր բաների, ինչը կարող է հիմա մեր խոսակ, մենք չգիտենք ինչի մասին, պետք է խոսենք, բայց եթե լինի արդեն դա կուզել, ոչ թե որ կրկնենք այդ պատմությունը, հա, ես ուզում եմ նա իմ փորձը, դասը սովորած որպես մարդ, ասել, որ այս կյանքը ուղղակի հրաշալի է, ու ամեն ինչին պետք է նայել թեթև, ժպիտով, ու նայել, որ այդ մեզ տրվածը ուղղակի ապրելու ու ոչ թե տառապելու համար։ Ու մեզ տրված ամեն ցանկացած պրիմիտիվ տառապանք դա մեզ բարձրացնելու եւ մեր եսը գտնելու, փոխվելու, աշխարհը ավելին տեսնելու ու իմ կարծիքով մարդկանց ավելի լավը տեսնելու համար է ու սիրելու համար է։ Այսինքն մենք ես առաջ այնքան սխալ ճանապարհ եմ անցել, սխալ չէ, իմ դասերն եմ սովորել, այսինքն պրիմիտիվության մեջ ենք եղել իմ կարծիքով։ Ամեն ինչին վերաբերվել ենք շատ մանրախնդրորեն։ Այս կյանքը Սիլվային այդքան ուշադրություն չես դարձրի, ինչքան պետքա դարձնեի իմ սրտին։ Նույնը ես ինքս Նիկին չէի դարձնում այդքան ուշադրություն ու դրա համար էլ ուզում եմ այդ շեշտադրումը դնենք, էլի Սիլվա ջան, մեր ուղղությամբ եկածած բոլոր փորձությունները հատկապես լուրջ առողջական կլինի կամ հոգեբանական ինչ մեջով ես անցա կամ էլի բազմաթիվ մարդիկ ամեն մեկին իր տեսքով է գալի այդ փորձությունը գալիս է որպեսզի մեզ այդ քնից արթնացնի մենք հասկանանք որ մինչև անգամ հայ լինելը մինչև չգիտեմ շրջանական պատկանություն ունենալը այսինչ ընտանիքի կամ այսինչ կլանին պատկանալը մենք ենք մեզ գտնենք առաջնայինը դնը տեղը տաս ասենք Սիլվային Նիկին, այդ դրա համար է գալի այդ փորձությունները, էլի, այդ դրանից հետո որ մեզ գտնում ենք արդեն, այդ մեր մնացած պաշտոններն էլ, շատ ավելի լավ են կարողանում անենք, ավելի լավ ընտանիքի հայր, ամուսին, ազգի զավակ, ամեն ինչը սկսում է մեզանից, այնց այդ մոռանում ենք այդ ժամանակը գալի խնդիրները։ Երբ որ սիրում ես քո շրջապատը, երբ որ դու ինքդ քեզ չես սիրում, դու չես կարող այդ սերը տալ բոլորին։ Այսինքն մենք ինքան քիչ ենք սիրում մեզ, որ մեզ թվում այդ պարտականությունները, որ անում ենք, ինչ որ բաներ, դա այտենց պիտի լինի, բայց երբ որ դու ինքդ քեզ սիրում ես, դու հասկանում ես այն ինչ որ անում ես, դու վայելքով ես անում, սիրով ես անում, դու տալիս ես այնքան մարդկանց, որ չգիտեմ, այդ քո սրտից է գալիս, այսինքն քո սիրտը այնքան բաց է, դու բոլորին կարողանում ես ասել, իսկ այն նվնվոցը, այդ կյանքի այդ ամեն ինչը չկա, վերացել է, որտեղ դու ինքդ քեզ սիրել ես, ընդունել ես, ճանաչել ես քեզ, գտել ես քեզ, ու վերջապես հասկացել ես, որ այս կյանքը ոչ թե կռիվ է կյանքի հետ, այսինքն ոչ թե պայքար է, ինքը ուղղակի հավեսով ապրել է, այսօրվա օրը վայելելն է կյանքը, կենտրոնական այո, վայելել, իրոք վայելել կյանքը, վայելել այս պահը, այսօր ունենք այս ջուրը, սիրով խմենք այս ջուրը, վայելենք այս ջուրը ու շնորհակալ լինենք, ամենակարևորը, մեր դաստիարակությունը ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, դրա մեջ այդ շնորհակալ լինելը երևի ամենամեծ տեղն է, որ մարդուն պիտի սովորացնեն, որ փոքրուց ինչ անում է, մարդը պիտի շնորհակալ լինի։ Շնորհակալ լինի իր ծնողներին, որտեղ ինքն է ընտրել որ գա իրանց կյանք, շնորհակալ լինի իր ընկերներին, իր շրջապատին։ Չգիտեմ, իմ համար կոնկրետ այս հիվանդությունը, որ ինձ տրված է, եղել անցնել այդ փուլը, ես համարում եմ իմ նվերը այս կյանքի։ Ես դարձել եմ ուրիշ մարդ, իմ շրջապատը մաքրվել է, ես մաքրել եմ ինձ Առաջինը ինձ եմ մաքրել, հետո իմ շրջապատը ավտոմատ մաքրվել, այսինքն բոլորին սիրում եմ, բոլորը դառել են իմ համար լավը։ Այսինքն այդ ամեն ինչը տեղի ունենում ընթացքի մեջ, այո։ Ես կուզեի այդ մասին մի հատ կենտրոնանալ մեկ անգամ ևս այդ ընթացքի վրա։ Եկեք հենց սրա վրա։ Հա, մենք ասենք սկսում ենք մեր կյանքը այստեղից ու գնում ենք այստեղ, հա, այս մեր կյանքի ճանապարհն է որ մենք գնում ենք այստեղ ու բոլորս մտքում են որ այստեղ այն նպատակն է որտեղ ինչին մենք ձգտում ենք բայց դասեք նույնիսկ ասենք քարեր ճանապարհ կամ այս բոլոր այս ամբողջ ճանապարհի վրա մենակ սա չի որ կա չէ ու սա բոլորը այն փուլերն են որոնք մենք
պետք է նշենք որպես հանգուցակետ էր, ոնց որ ասենք այ հիմա ապրեցիր, եկավ այստեղ հենց այն կետներ, որը որ քեզ փոխակերպես լիովին դարձրեց այսօրվա, հա, Սիլվա, Նիկա ասենք ստեղ հասավ, ասենք ես ստեղ հասավ, բայց այս ամեն ինչը այստեղ չի, այս ամեն ինչ այստեղ է, որովհետև մենք ինչ-որ բանի համարում ենք, որ հասել ենք, բայց շարունակում ենք, չէ՞ մեր ճանապարհը, ոչ պրծել մեր կյանքը։ Այսինքն այդ նպատակ կոչեցյալը ինքը ոչ թե սա է, այլ հենց այս ամբողջ ճանապարհն է, որ կա, հենց այս ընթացքն է։ Սա պետք է մեզ ինձ թվում է, սա հին բան է, ինչի որ ես եմ, հա, օրինել դա, սա հինավուրց իմաստություն է։ Ու ինձ թվում է, պետք է մենք սա նման բաները ուղղակի որպես կարմիր դրոշի պես մեր առջև պահենք, հենց այդ դեպքում մենք մեր ասած կյանքը վայելելը տեղի կունենա, չէ՞, Նիկ ջան, ինչ կասես։ Շատ հզոր միտք ասացի, ես այդ բախտավիճակներից բավական երիտասարդ տարիքում այդ մտքին կամ հասնում, որովհետև ճիշտ է, որ ստեղ ցույց Քանի որ տեղափոխվեցի Ամերիկա ընդամենը 17 տարեկանում առանց ծնողներիս ու առանց օգնության, պետք է հույսը սաղդենու իմ վրա, ինձ սարքեցի ասենք ռոբոտ մի հատ սալդատի պես մի բան, զինվորի պես մի բան, ու սա նպատակներ են իմ համար։ Նպատակը դնում էի հասնում ու ճանապարհին ինչ զողություններ պետք էր, ես պետք անեի իմ վրով, հա, ասենք ինձ ֆիզիկական հալածանքներ, ասենք ամեն ինչից զրկել, ինչա որ հասնեմ, ու դրա համար էլ բավականին արագ հասա ինչ-որ նյութական հաջողությունների, բայց երբ որ դու ապրում ես այս նպատակի համար, ու այս ճանապարհը ուղղակի քեզ անջատում ես, չես վայելում, որպեսզի հասնես այս նպատակին, իսկ հիմա արդեն բոլորս էլ հասկանում ենք, այն ամենամեծ նպատակն է, հա, գնում ես արշավ, ուզում ես ելնես Խուստուպի գլուխը, Խուստուպը անկրկնելի գեղեցկություն է, բայց հասար դա կեժամ մի ժամ, եթե դու սա այդ ճանապարհը տանջվելով, զզվելով, բարձրանում ես, արդեն չի արժում այդ կեժամի համար, հա, եկեք սովորենք վայելել ճանապարհը, այլ ոչ թե նպատակը։ Սիրենք նպատակը, ձգտենք նպատակին, բայց վայելենք այդ ճանապարհը այդ նպատակին հասնելու։ Մեզ չմոռանանք։ 99%-ը կհապատայի մեր կյանքի անցկացնենք այդ ճանապարհների վրա, ընդամենը 1%-ը այդ նպատակը վայելելուն, հա։ Ճանապարհն է գեղեցիկ։ Դες դու ասում ես, որ ասենք կյանքը ապրելուց հետո, հա, մենք ցանկանում ենք վերադառնալ, կամ չենք ցանկանում վերադառնալ, հա, դա մեր սեփական ընտրությունը կլինի, երբ որ մենք հասնենք Ուստուպի գլխին, հա, բայց այդ Ուստուպի գլխին, ասենք, երբ որ դու քո նպատակը չի եղել վերջ այդ բանը, էլի որ հասնեմ Ուստուպի վայելել հենց այդ, հա, այլ դու վայելել ես ամեն կետը, հա, եթե դու համարում ես, որ լիակատար, լիիրավ վայելել ես այդ ամեն ինչը, Ուստուպի գլխին հասնելուց հետո կարաս ասես դե հիմա այս ճամփով հետ եմ դառնում, որ ինչ անեմ, հա, դու ուղղակի կարաս բարձես քո հրեշտակի թևերը ու թռնես ավելի բարձր մակարդակ։ Դա է, կարծում եմ, այդ կյանքը լիիրավ ապրելու ամենամեծ տենդենսը։ Ոնց ֆորում եք էլ այդ գիտակից բառին են գալի հանգում, երևի իմ դառել է վերջի ժամանակներն ամենայիմ սիրած բառը գիտակից ապրել, այսինքն ձեր որոշումը, ցանկացած ձեր գիտակից որոշում, որի հետևակ չկա վախ, չկա ուրիշների կարծիք, չկա պարտադրանք, հա, եթե ձեր հոգու խորքուց եկածած որոշումը, գիտակից որոշումը, դա 100% ճիշտ է։ Ուզում ես վերա մարմնավորվես գաս այդ ամեն ինչը անես, արա, բայց գիտակի ձևով, մի արա, որովհետև վախում ես դժոխքից, մի արա, որ վախում ես, որ ումը որ թողել ես հետև, առանց քեզ ինչ են անելու։ Գիտակից որոշում կայացրի, ասա, ես հենց սիրում ես կյանքը, ես էլ ուզում հետ գամ ես կյանքը մարմնավորվեմ։ Մի արա դա վախերից դուրս գալով։ Միանշանակ։ Կամ պարտավորություններից դուրս գալով։ Պարտավորությունները իմ կարծիքով ավելի շատ են մեզ կապում, որտեղ մենք մանավանդ կանենք, տղամարդկանց բարակայում չեմ կարող ասել, օրինակ հայ կինը, ես հայ կնոջ կերպարն եմ ուզում սենց բարձրացնել, ուրեմն հայ կնոջը ոնց են դաստիարակում, նախկինում մեզ դաստիարակել են սենց էլի, որ մենք պարտավոր ենք ամուսնանալ, պարտավոր ենք կրել այդ պարտականությունները, դա ոչ թե մեզ
թողում են մեր ընտրությունը, որ մենք ինքներս հասնենք նրան, որ այդ պարտականությունները գիտակից ձևով սիրով անենք, օրինակ Փառք Աստծո իմ ընտանիքում եւ որտեղ ծնվել մեծացել եմ չի եղել պարտականություններ, եղել է սեր, եղել է ամենքս մյուսին ինչ-որ օգնելու, սիրելու, բայց հակառակ պարագայում ես ապրել եմ նենց ընտանիքում, որտեղ պարտականություններն են գերիշխել, ու այդ պարտականությունների լծի տակ, այսպես ասած, ես ինձ ստրկացած եմ զգացել, այո, ես ինքս ինձ չեմ գտել այդ միջավայրում ու փորձել եմ անդադար տեղից գլուխ բարձրացնել, ինքս ինձ հաղթելով ինչ-որ ճանապարհ եմ ուզեցել անցնել ու այդ վերամարմնավորման մասին անգամ չեմ էլ մտածել, որովհետև այնքան բարդ փուլեր ես դու ապրում, դու մտածում ես ուղղակի օրեր գլորելու ու օրեր, իսկ երբ որ մի հատ այդ չհասկանալով ապրելու մասին եմ խոսում, երբ որ գալիս ես այդ պատին ես բախվում ու քեզ բերում է ցույց է տալիս որ այս ինչ ձև էիր ապրում էլի ախր դու քեզնից այնքան ես հեռացել դու քո իրական ես այնքան ես մոռացել դու քեզ այնքան ես կորցրել որ մի հատ գտի քեզ սկսի ճիշտ ապրել ու քեզ սիրելով, վայելելով այդ ընթացքը վայելելով ապրի։ Ու հիմա երբ որ ամենապրիմիտիվ, ամենաընտանեկան, ամենայն կենցաղային հարցն էլ որ դու լուծում ես, դու դրանից բավականություն ես ստանում։ Երբ որ դա առաջ քո համար ինչ-որ դժվար բաներ, որ խի պիտի ես անեմ, այս ինչա, որ սրա միջով ես պիտի անցնեմ։ Իսկ հիմա դու հասկանում ես, որ դա քո կյանքն է, դու սիրելով պիտի ապրես, ու պիտի սիրես ամեն ինչ որ անում ես։ Երբ որ դու սիրում ես, քո շուրջը, քո երեխեքն էլ են փոխվում, քո հարևաններն էլ են փոխվում, քո ամեն, քո այն ծառերը ծաղկում են։ Անկախ այդ վազքից, այդ ամեն ինչից դու բացի այդ տեմպի մեջ մնալուց այն Նիկը որ ասեց իմ կյանքն էլ 18 տարեկանում ամուսնացել եմ Նիկ ջան ու ինչ որ պարտականություններ եմ միշտ կատարել ու ինքս ինձ մոռացած ինքս ինձ ուրացած անգամ ստի կեղծիքի մեջ ապրելով լրիվ հեռացել էի ես ինքս ինձնից ու ինքս ինձ մոռանալով ես մոռացել էի, որ ես մարդ եմ, անհատ եմ ու այդ վախերը, այդ հասարակության ամեն ինչից զատ ես եմ։ Ու երբ որ դու հիշում ես, որ դու ես ու դու չունես վախեր ու դու քեզ հեչ հետաքրքիր չի հասարակությունը դա շատ կարևոր բան է մեր կյանքում, մենք չենք կարող հերքել դա, բայց հասարակությունը, երբ որ դու ապրում ես քո բնականոն ճանապարհով, հասարակությունը քեզ ավելի շատ է ընդունում, քան դու ապրում ես։ Հետո, եթե մենք այդ հասարակության լիարժեք գիտակից անդամ ենք դառնում, արդեն կարողանում ենք մեր պահանջներն թելադրել այդ նույն հասարակությանը։ Միանշանակ։ Իմ ամենաերևի սիրած այդ մտքերից մեկը, դրա վրա ռիլել ունեմ սարքած, բավականին բան արեց, սիրվեց ժողովրդի կողմից, այդ Յունգի բառերից, որ կյանքը ձեզ անպայման կհարցնի, թե դուք ով եք։ Ու եթե չունենաք այդ հարցի պատասխանը, կյանքը ձեզ կասի դուք ով եք։ Այսինքն կթելադրի մի հատ կերպար, ասես կգծի մի հատ ռամկա, ու քեզ կտեղադրի այդ ռամկայի մեջ, դե գնա ու տեղավորվի 10 տարեկան հայ աղջիկ դու պետք է ամուսնանաս, հա, չես կարող հակաճառես, չես կարող սանես, չես կարող գնաս դառնաս, չգիտեմ, ասեն մոդել կամ դերասանուհի կամ երգչուհի, որովհետև papai դուրը չի գալի դա, այսինքն ինչ է, այդ սա ռամկաներն է, չէ՞ որ ձևով ես քո կողքը։ Չկարողացար դու կյանքին ասես թե դու ով ես։ Կյանքն է քեզ ասելու թե դու ով ես ու գնա տեղավորվի դրա մեջ։ Ու ինձ թվում է բոլորս էլ կամ գոնե ասենք այն փառք այն ծնողներին, որ ունեցել են այդ գիտակցությունը ու այդ երեխեքին չեն բան արել, հա, փորձել տեղավորեն այդ ռամկաների մեջ, այլ փոխարենը այդ թևեր երեխա ժամանակվայից օրինակ մենք ես ու ինքինս ամեն ինչ անում ենք, փորձում ենք, որ այդ տիպի ծնող լինենք, էլի վստահ եմ երեխեք կմեծանան ու էլի ինչ-որ մի բան կգտնեն, որ ուղղակի գիտակցությունից չի ներել, հաստատ սիրտները ցանկություններից ներել է, բայց կարող գիտակցությունից չի ներել, այդ հասկանում եմ, որ էլի մենք էլ անթերի ծնող չենք լինելու մեր երեխեքի համար, էլի իրանք բողոքելու բաներ ունենալու են, այն հոգեբանի դիվանի վրա պարկած, իրանք էլ են գտնելու մի բաներ, որ papan կամ maman սեշած, այդ սա հասկանում եմ, բայց գոնե մի հատ sense ոնց որ մտքի, հա, հատված ենք հատկացրել, որը որ ասենք էդիկ մեր ծնողների կողմից չկար, էլ չնայած իրանք սաղի ցավը տանամ, իրանք մեր աստվածներն են, բայց իրանք չունեին այդ գիտակցության այդ հատվածը, որ արա տեսնենք այս երեխեքը ինչ են ուզում դառնան։ Ասենք որ եթե չեն կարող օգնեն, գոնե չխանգարենք այս երեխեքին, էլի, որտեղ իրանք իրենց ծրագրով եկել են։
Սիրուն մի հատ sense փոքր ճարտմրտված, որտեղ իրանց ռամկանել էր, sense ծռմռված։ Իրանք չգիտեին սիրուն ռամկա գծել, մի sense ծռմռված ռամկա գծեցին, մեզ սկսեցին մեջ ասին գնացեք, արդեն դուք չափաս եք, գնացեք բան արեք, բայց նայեք, այնպես բան չանեք մեր դուրը չգա։ Նայեք, այնպես բան չանեք, խոսքի հարևանները կամ բարեկամները ուրիշ բան մտածեն։ Մենակ ի տարբերություն այդ բաղով, ասեմ, իմ ծնողները, չգիտեմ, իդեալական են։ Իմ papan maman միշտ հարցրել են մեզ, մենք ինչ ենք ուզում, օրինակ իրանց ցանկությունները միգուցե ուրիշ են եղել, ես իմ կրթության, իրանք ինձ մենակ են թողել, կրթվել եմ, սովորել եմ այն մասնագիտությամբ, որը ես եմ ուզել, ու առհասարակ իմ կարծիքը մեր տան մեջ ու քրոջս ու աղբորս նաև կարծիքը եղել է առաջնային, այսինքն մենք եթե մի բան չենք ուզեցել, երբեք չեն պարտադրել, բացարձակ ու ի տարբերություն ես ասում եմ գնում եմ մի հատ այնց միջավայր որտեղ ամեն ինչը հակառակ իմ կամքի ես պիտի անեմ հակառակ իմ կամքի ու ամեն ինչը պարտադրաբար է բայց ես հիմա հասկանում եմ որ այդ միտքը չմոռանաս մի տարի հասկանանք ասենք ոնց եղավ էլ որ դու այդ ընտանիքից գնացիր այդ ընտանիք չէ որ ասենք էլի այդ բանը որ 18 տարեկան աղջիկը շուտ ամուսնանենք հանգարց չէ Չէ։ Լավ քո պարագայում չէ, բայց վարշետած բան կա, չէ, որ արա գոնե նայեք ախպերս մերս այս ինչ որ է երեխու համար մենք ապահովել ենք, հա, որտեղ որ իրան ուղարկում ենք, այդ մի բան այնտեղ ապահովելու է, թե չէ, հա։ Նիկ ջան, ես իմ ծնողների կամքին հակառակ եմ ամուսնացել, ես լռում եմ այս պարագայում։ Այն որ ես ինքնագլուխ մի նամակ գրելով էլ տնից գնացել եմ, էլի այդ մարդիկ Որովհետեւ ներվայնանում է որ այդ տարիքին բանից հետ են գնելու պատճառով ապացապար բռնում այդ երեխեքին ամուսնացնում են։ Դա զախր շատ լավ, կակաս շատ լավ բան է, էլի։ Շատ հետաքրքիր բան է ծնվեց, էլի, հա։ Դες սովորաբար այդ անում են ծնողները, հա, այսինքն ստիպում են ասում, երեխայը հետո էլ երեխու պահ, չէ։ Մեծանաս բանը, Չեն թողում վայելեք արդեն երեխա վայել չեղավ, մի տարի անցել, արա թողեք այ ախպեր ասենք այս մարդիկ թողեք իրաց կյանքով ապրեն։ Երեխեքը բանը ծնողները թողել են, բայց ինքն է գնացել իր գլուխը մտցրել դառնում։ Եվ վերջերս ստացվում է որ Եթե դու գրել ես քո կյանքի սցենարը, ծնողից սխալը չելի քո սխալը։ Այսինքն դու պետք է դրա մեջով անցնես, հա։ Եթե մեկը չօգնի, դու ինքդ ես գլուխդ կողմ բան, էլի, որ ինքդ կովիզը կդրես։ Հա, իրոք։ Հա, շատ ինչ հետաքրքիր բան է։ Ով ինձ ճանաչել է իմ ընտանիքին։ Սխալներ չկան։ Չկան, այո։ Հա, սխալներ չկան, սա որովհետև եթե դա չլիներ Չերնեն այսօրվա սին։ Այո, միանշանակ։ Ինչ հետաքրքիր է, էլի։ Դա հաստատ տենց է, վերջի մեզ ունեցանք այդ տիպի մի թեթև խոսակցություն, ծնողները աթերի են, տենց բաներ, այդ սա կախված է որ հարթությունից ենք նայում, հա։ Այստեղից նայում ենք թերի են, մեզ ագին տրավմաներ են տվել, խնդիրներ են տվել, բայց մի հատ հարթություն կա ու ես անձամբ այդ ամեն ինչը զգացի, իմ կյանքի մի հատ շատ դժվար օր, որ ոչ թե անթերի են, այլ իրանք ոչ թե թերի են, այլ իրանք պայմանավորված մեր հետ այդ թերությունները դրսևորել են մեր հանդեպ, որպեսզի մեզ դրթեն, որ մենք դառնանք ինչ որ դառնանք։ Այսինքն դա ծնողին ներել, սիրել չի, այլ մենակ sense սեր ու երախտապարտություն, որ ծնողը անգամ ընտրել է իր թերությունները, որպեսզի քեզ դրթի, որ դու դառնաս այն որ դառնում ես, էլի։ Դեռ էլ ներելու հարցել չկա, դա մենակ ասենք խոնարհվում ես։ Խոնարհվում։ Ու նույնը երեխեքն են։ Երեխեքն էլ են այդպես։ Մեր երեխեքը, իմ երեխեքը կոնկրետ ինձ սովորացնում են ոնց դրսևորվել։ Օրինակ մեծ տղայիցս կարելի է անվերջ սովորել ոնց կարելի է լավ ծնող լինել։ Ինքը 30 տարեկան է, 3 տարեկան տղա ունի։ Ես պրոստը իր ընկերությունը իր տղայի հետ, իր երեխա դաստիարակելը, հարսիցս նույնը անվերջ կարելի է սովորել։ Փոքր տղայիցս սովորում եմ ոնց կարելի է ալնել անկախ ու ինքդ քեզ ճանաչել ու քեզ գնահատել, քո եսով դրսևորվել յուրաքանչյուր տեղ։ Աղջկանովս սովորում եմ ոնց լինել ազնիվ, անկեղծ, մինչև վերջի, եթե անգամ այդ բառը պիտի ցավ պատճառի դիմացինին, բայց ճիշտ է ասել։ Այսինքն երբեմն մենք չցավացնելու համար պահիտակ ստելա, չգիտեմ, խաբելա, այդ իմ աղջիկը վերջը վերում ավելի վատ արդյունք, իմ աղջիկը ասում է ավելի լավ է մինչև վերջ ցավացնելով դու ճիշտը ասես,
բայց չկեղծես ոչ մի բան, ճշմարտությունը փրկում է, հա, ու ես իրանցից անդադար սովորում եմ, չգիտեմ, իմ շրջապատից, իմ ընկերներից ու բոլորի շնորհակալ եմ։ Իմ համար իրականում ասում եմ, ծնողների, երեխեքի սերը, ընկերների սերը, ոնց որ տորնադո ունի, ասես մտնում է, ինձ փոխում է, դառնում եմ ավելի լավ, ավելի եմ ուզում սիրեմ ու հավատացեք, այս աշխարհում անկեղծ սիրելուց բացի ու սերը բարձրաձայնելուց բացի լավ զգացողություն չկա։ Ելենա Բլավատսկյան, որպես թեոսոֆիայի հիմք, հա, այդ դևիզ ոնց է հավելա։ Ինչը։ Դևիզ, դևիզ խոսք ասած ստաց կա։ Հենց այդ մասին ասում։ Չկա ավելի բարձր կրում կամ ճշմարտությունը։ Աստոտ։ Այդ երեխեքի պահը, որ ասացիր, Սիլվա ջան, դա իմ համար էլի ցավոտ թեմա է, էլի կոնկրետ մեր ազգի հետ կապված, ինքան կուզեմ սենց մի որ առաջով մի ձև հասցնեմ մեր ժողովրդին, որ համար առաջին երեխեքը մեր սեփականությունը չեն։ Մենք պորտալ ենք ընդհանրապես, հա, ճանապարհ ենք, որ մեր երեխեքի հոգիները սենց չերես մեզ, մեր երեխեք որպես մեր երեխեքի կերպարով մարմնավորվեն, գան իրենք իրենց կյանքը ապրեն։ Իրենց ընդունեք որպես անհատ ուրիշ հոգիներ, եղեք գոհ շնորհակալ երախտապար, որ ընտրել են ձեզ այդքան արժանի, որ ձեր մեջով մարմնավորվեն ու ձեր պարտավորությունը սկսում վերջանում այդ երեխեքով իրանց տալ սեր, ապահովություն, հա, եթե կարում եք ընկերակցություն, ու ինչքան կարաք ուշադիր նայեք, տեսեք պրոստը ինչ ծրագրով են եկել ձեր երեխեքը, փորձեք օգնեք ու եթե չեք կարող օգնել, գոնե մի խանգարեք։ Ձեր չստացված երազանքները, ցանկությունները, տրավմաները մի փոխանցեք այդ երեխեքին, մի պարտադրեք այդ երեխեքի վրա։ Մեր սերունդը արդեն բավականին բարձա ոչ բոլորը, բայց բավականին հաջող է այդ ամեն ինչը կատարում։ Ես շատ հպարտ եմ մեր սերնդով, բայց որ հետս նայում սենց սերունդ սենց փակ ցիկլի պես, այդ սխալը կատարվել է բերվել հասցվել այստեղ։ Այո, որ 30 գարան ոչխար ետասենք աղջիկ են փոխել, այսինքն համարել են իրենց սեփականություն հասկանում ես։ Ցավոք հիմական դեռ տենց մարդիկ, առանց անգամ ինչ-որ հանդիպելու կամ Տելենի աղջիկը լավ, աղջիկը ինքը լրիվ լիարժեք մարդ չէր համարվում, հա, կներեք իհարկե, բայց սա է իրականությունը։ Վերջերս հավաքել դու սրա կինն է, չէ՞ դառնում։ Բայց նույնն էլ իրաց տղեկի հանդեպ էր, էլի սեփականություն էր համարվում, հա, դաժե տղրան։ Եթե պետք էր էս ինչ մի ուրիշ ընտանիքի հետ ամուսնանային, որպեսի, չգիտեմ, ինչ-որ կենցաղային հարցեր լուծվեր, սյունի քո պարտադրաբար քո ճակատագիրն էր դառնում։ Հա։ Իրականում ինձ հասարակությունը ինձ չի ընդունել միշտ իմ ճիշտ խոսալու համար, էլի, որ օրինակ միշտ հարազատներ, ծնողներ, չգիտեմ, օրինակ ասել են երեխան որ ծնվում է, պիտի ծնողի անունը դնեն, այդ իմ համար աբսուրդ ժանրն է, էլի, որ ասենք ես չեմ ուզում իմ երեխա անունը դնեմ, ոնց կարող ինձ պարտադրեն, չէ՞։ Ու միշտ բարձրաձայնել եմ, դարձել եմ ես ոնց որ խավության նոխազ ու միշտ բարձրաձայնել եմ, որ երեխան ամուսնացավ, պիտի գնա առանձին ապրի, որտեվ իր կյանքն է, ինքը պիտի կարողանա մենակ, եթե դու օգնում ես, օգնի, այտենց գոնե մի խանգարեք։ Այդ միշտ փնովել են, որ ոնց կարելի է դու քո չօգնես, դա օգնել չի, խանգարել է։ Երբ որ մի հարկի տակ մի քանի ընտանիքներ են ձևավորվում, ապրում, արդեն խնդիրները շատանում են, էլի ու ընտանիքը պետքա երեխան պետքա ինքնուրույն իր ճանապարհը անցնի։ Հատկապես որ արդեն զույգ է որպես ձևավորվում։ Հա, այնքան կարևոր է որ իրանք միասին մի հատ ընդհանուր իրականություն կերտեն։ Ոչ նրա ծնողների կերտած իրականություն, ոչ այս մյուս կողմի, հա, քանի ձեր հարկի տակ էին, ինչ կարացի արել եք, հա, ինչքան կարացա ձեր դրական ու բացասական օրինակներով փոխանցել եք, էլի, ինձ թվում է ամուսնությունից հետո հա կարակ հետևեք են ձեր օգնեք, հա, բայց որ բան էլ է, դեն միջամտությունը մեկ-մեկ շատանում է, չէ՞, որ բա դու էս տեսեմ մեր ընտանիքում, բայց ասենք ով ասում որ ձեր ընտանիքում ամեն ինչ իդեալական է, հիմա էլ երեխան պետք է ինքը շարունակի, հա։ Ոբշեմ տարբեր սերունդներ, տարբեր գիտակցություններ, տարբեր ժամանակ է, բերում է իր տարբեր պահանջները, էլի։ Այո։ Ուզում եմ հասկանանք, որ սա բան է, վստահեք ձեր երեխեքին։ Ու մեկ էլ հետ ես նայում, հիշում ես, որ մենք երեխեք էինք, որ
մի քիչ շատ կոմպյուտերներ բաներ որ դուրս եկավ, այդ մեր ծնողները լինի, որ սրանց սերունդը ինչա դառնալու, հիմա հետս նայեմ իրանց սերունդին, նայեմ ես մեր սերունդին, դու մեր սերունդից ես Արաքելյան ջան, ճիշտ վերաբերվում։ Մեր կողմներ էլի։ Ու արդեն այդ փորձը որ ունես, արդեն հասկանում ես, որ քո երեխեքի սերունդն էլ քեզանից ավելի հզոր է լինելու։ Դու պրոստը հարգանքով ես վերաբերվում իրանց հետ էլի։ Այսօր առավոտ էինք խոսում, չեմ հիշում, թե երեկոյան, որ հենց այդ մասին, հա, երբ որ սկսեց 90-ականները բան, թե ոնց սկսեց կեղտոտվել մեր լեզուն, հա։ Որ սկսվեց կեղտոտվել մեր լեզուն, օրինակ ես ինքս մտածում եմ, լավ Աստված, ինչ պետք է լինի սրանից հետո, ասեք մի 10 տարի հետո, 15 տարի հետո, էլի 20 Այսօր որ նայում ենք, այս երեխեքը ինչքան մաքուր են խոսում, ինչքան կուլտուրական, այնքան են մաքրել մեր լեզուն, որ արդեն իմ մոտ տպավորություն է, որ ասենք իմ ջահել ժամանակ էլ այսքան մաքուր չէին խոսում, ոնց որ այսօր էլի։ Առօրյա շփումը դառել այդ ֆիլմերի, արդեն այդ այնքան հավես է, այնքան ուրախացնում է, դա այնքան երջանկացնում է, չասած։ Այս առումով ես հիշեցի մեր երեկո հանդիպումները, ուզում եմ ես հասնել անպայման, որովհետև այնքան ջերմություն տվեց այդ ժողովուրդը, այդ մարդիկ, որ եկել են հանդիպելու, Սիլվա ջան, ասա քո։ Այնքան ջերմություն ստացանք մենք ձեզնից, շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք ու իրոք կարիք ունեինք, շատ sense սերեր, ամբողջը սերեր, այդ կասկադով սերեր հոսում։ Ես ուղղակի այդ գրկախառնություններից, այդ բոլորի հիացական հայացքներից, որ ոնց որ մի հատ sense կպնենք, մի հատ գրկենք, մի հատ սիրենք ձեզ, չգիտեմ, մարդիկ հիացած գնացել են տուն, երևի երեք իրանց ընտանիքներում տոն ա եղել բոլորի տանը, չգիտեմ, այդ համատարած սերը երանություն էր ու այդ ձեզնից էր։ Մեզանից բոլորը Սիլվան լավ չնկարագրեց երևացավ, որովհետև ինչ որ Սիլվան նկարագրեց այն կողմից Այդ նույն բանը երևի ավելի ուժեղ ձևի եղել է այս կողմ, քեզ այդ հաստատ ասեմ, որ այնքան բերկրանք, այնքան սեր, այնքան չգիտեմ, ես մեր բռնած գործից այնքան գոհ ենք հետ եկել, այսինքն այս ամեն ինչը փաստորեն իսկականից գնահատական կա, փաստորեն իրականում մարդկանց կարողանում ենք օգուտ տանք։ Մենք ձեր հետ ենք դառնում ես ինչ-որ դառնում ենք, մենք երբեք ոչ մի ձևից լուրջ դեմքով չենք նստել, հա չենք խոսացել, որ մեր մոտ սա տոշնի է, մենք սա հասկացել ենք, մենք ամենավերջն ենք, դες ուզում ենք սովորացնենք։ Այս մեր առածն ինչ է, անցանք ինչ-որ մի ծանր կյանքի փուլ, ասենք լավ ես ու դու, Արաքելյանը լավ իրան գրքերով, մրգերով կարող մի քիչ ուրիշ ճանապարհ անցել։ Անցանք կյանքի մի հատ շատ ծանր փուլ, որտեղ որ շատ վատ էր, ես ինքս այսօր քո հետ կիսվեցի, որ չէի ուզում ապրել, կոնկրետ չէի ուզում ապրել, հաղթահարեցի այդ ամեն ինչը շկրթվելով, մի քիչ ինչ-որ միստիկ փորձառություն ունենալով, իմաստություն գտնելով, այս անելով, այն անելով, ու հիմա իմ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Ուզում եմ պրոստը հելեմ բացական չեմ, ասեմ ժողովուրդ, ամեն ինչ լավ է։ Ով որ այս կյանքի այս փուլում է, դիմացեք, հեսա գալու է լավը։ Սիլվա ջան, ընդամենը այդ էր մեր ցանկությունը, ասես մենք սրանից ավել ոչ հասկանում ենք, ոչ էլ ասենք ուզում ենք Զևանագյանի հասկանում ենք, հա, որ մի հատ էլ մարդիկ գան ու սենց Այդ կապնենք ձեզ, որտեղ արա ցավն է տանը, մենք դուք եք, դուք մենք ենք։ Մենք իրար հետ ենք այս ամեն ինչը հասկանում։ Այս երկխոսությունների, այս շփումների միջոցով այդ ամեն ինչը գալի, հասկանում ես։ Բայց գիտես ինչի են մարդիկ ձեզ այդքան շատ սիրում ու բոլորը իրար շատ են սիրում, որտեվ այդ դասատուի, սովորացնողի այդ ձեռագիրը չկա ձեր մեջ։ Այսինքն մենք բոլորս մեկ ենք, մարդիկ դրա համար մենք ցանկացած մարդ ով որ արթնանում է այդ իր փորձություններից, ինքը սկսում է ինչ-որ բաներ փնտրել, ինչ-որ ու գալիս են իր մոտ։ Ու տարբեր տեղեր որ գնում ես ու անդադ քեզ սովորացնում են էս արա, հետո էս արա, հետո էս արա։ Իսկ ստեղ չկա, ես դրա համար եմ որ ոնց ուզում ես արա մեկը քեզ սիրում են, դու սիրում ես, այդ է լավ։ Մենակ սիրի։ Հա, իրոք այդ ինքդ սիրի, հետո քեզ էլ կսիրեն։ Այդ դրա համար են մարդիկ ձգտում են ձեզ, ձգտում են գալես տուն։ Ես էլ եմ ուզում ասել, Սիլվա ջան, հա։ Ըստ նկարում ինքը իր ձևով դու քո ձևով իհարկե ես էլ իմ ձևով եմ մոտեցել դրան, հա։ Ձևերը տարբեր են։ Հա, դա էական չի գլխավորը որ մոտեցել ենք, հա։ Բայց մեկը այդ մոտենալու ճանապարհին, հա, հասկանում ես, զգում ես որ հա մոտեցել ես ու ցանկանում ես տաս ինչ որ բան, հա։
դա միշտ կասկածը հարույց է, քանի դեռ դեմ չես արել, հա, հենց փաստի։ Այդ է ամենակարևոր բանը, դրա համար երեք ինչ ուզում ես ասա, մենք ավելի շատ ստացանք, կամ հաստատ։ Դա հաստատ։ Մենք կարող է տվել ենք մինչև հիմա, բայց երեք մենք ավելի շատ ստացանք, քան տվեցինք, ու ամենակարևորը դրանում այնա, որ մենք տեսանք, հա, ֆիզիկապես այդ ձեր գրկախառնումների մեջ, ձեր հայացքների մեջ, ձեր խոսքերի մեջ տեսանք, որ այդ ամենը ինչին որ մենք կարելի ասել վերացականորեն ենք վերաբերվել, ուղղակի, հա, զգացմունքով, ցանկություններով, մտածելով, որ կարասենս դին, չէ, արդեն եղած է դա, հա, դա ֆիզիկապես արդեն եղած է, ու դա շատ է մեզ ուժ տալիս, ահա որ ուժ է տալիս։ Ես այսօր արդեն հա նստած ես զգում, ոնց այն անգամ ասեցի, ասենց այն մուլտիկի մեջ որ ցույց են տալիս, հա, մի բան կերասես, մեծանալ, հա, ոնց այդ process-ն է մեր մեջ, հա, ոնց որ վարկյան առ վարկյան մեծանաս ավելի մեծ դառնաս։ Հիմա ես շատ կուզենայի, դե վաղը մյուս օր մենք կգնանք, հա, կգանք, չենք գա, դա էական չի, հա, ասենք մի ամսից կգանք, մի տարուց կգանք, չենք գա вообще, հա, դա էական չի, բայց այնքան ավելի բան կլիներ, որ ասենք ժողովուրդը, որ այստեղ երեք հավաքվեց, շարունակի այդ հավաքույթները։ Պայմանավորվեն իրար հետ հանդիպեն, գրկեն, սիրեն, հա, այդ բանը, որ սենց դառնա սովորություն, էլի, որ ձեզ հանգստություն տա։ Հա, որ դուք իրար, որ լիցքավոր եք, էլի, հա, գաք, կպնեք իրար, լիցքավոր եք իրար։ Լիցքավորվենք ու գնանք։ Հա, իհարկե, որ մեկ-մեկ։ Ու գիտես Սիլվա ջան, ինչի է այս մեր մոտես ամենը շենց լավ ստացվելու, ավելի լավ ստացվելու, ես մի վարքյան էսպանել կազմած չունեմ։ Որովհետև նոր ասացիք այդ ամենը, պրոստը ուզում կոնկրետ, հա, ասենց վերցնեմ առանձնացնեմ, որովհետև մենք ոչինչ չենք պարտադրում։ Երբ որ ուզում ես, ասես խորհուրդ այն մարդկանց, ովքեր որ զգացել են այդ արտնացումը, բան, ու հիմա արդեն իրենց կողքիներին ուզում են ամեն տեղ ցույց տան, պարտադրեն, համոզեն, որտեղ սրտացավ են։ Ամենահեշտ ձևը ձեր հարազատներին այդ օգնությունը տալու, հա, կամ ընդհանուր ազգին, պրոստը մի փորձեք, մի պարտադրեք։ Դարձեք այդ լույսը, հենց այդ լույսի մասին խոսացեք, մենակ ձեր կյանքից խոսացեք, մենակ ցույց տվեք, թե ձեր վրա ինչ դրական ազդեցություն ունեցել։ Ոչ մեկին ոչ խորհուրդ տվեք, ոչ խնդրեք, ոչ ձեռքը բերեք, բռնեք, բերեք, ինչ-որ մի բան պարտադրեք։ Պրոստը դարձեք այդ լույսը, տեսեք ինչքան մարդիկ են ենթագիտակցաբար թեկուզ ինձ գալու է ձեր լույսի տակը փորձելու եկել Սիլվան որ ասում էր, եք ամեն որ այն վիդեոյի մեջ է դիտի ոնց է, ինչ է, իրանք են գալու արդեն հարցնել։ Ճիշտ է։ Որ մի լույսը լուսավորելով ինքը տարածելու է այդ ամբողջ հայ։ 7 ամիս առաջ եմ ես ամեն ինչը սկսել։ Մենակ։ Հասկանում ես մենակ, ես իմ սենյակում, սա Նարաքելենը սիրա սենյակում, Նազը սիրա մոտ ուսած հերթով չթվարկեմ։ Մենք իրար չենք ճանաչել, մենք չենք հասկացել որ դու սկսենք, ինչ սկսենք։ Մի քանի օր առաջ մի հատ շատ լավ էությանը ծանոթացել, շատ լավ աղջիկա հետ ու խոսքի մեջ մի հատ արտահայտություն արել Սիլվա։ Որն ես վերցեցի այդ իրան ասացի, Թեմինե ջան, ասեցի վերցնելու եմ, էսի սարքեմ այս արտահայտությունը ընդհանուր, ասեց հա վերցրա։ Ասաց ոնց որ sense տեսիքի պես բան եմ տեսել, որ ինձ ասվել է որ պետքա Սուրբ Հոգու համայնք հիմնադրվեի։ Արա հենց էդի ասեց, sense միանգամից ախր հենց է sense էսա ինչը որ անում ենք։ Էսի մի հատ, էսի լոգիկայից դուրս, էգոից դուրս, հաշվարկներից դուրս, Նիկից, Առաքելյանից, Սիլվայից դուրս մի հատ էսի։ Մի հատ Սուրբ Հոգու, մի հատ Սուրբ էության, Սուրբ գիտակցության, ուղղորդությամբ։ Երևույթ է որ այս ամեն ինչը կատարվում է։ Տիկին Մարնեի պատմությունը։ Հիմա ինձ ասեք, տեսնեմ էդի եթե ասենք ոսկի մի հատ բարձրագույն մի բանից ուղարկված մի բան չէ, ժողովուրդ չէ։ Երեք հանդիպում ենք ունենալու Կասկադում, հա, հետևորդների հետ, առավոտյան տանից դուրս են գալիս։ Երեք շարաչոր ենք տանից դուրս գալի, մի օր հանդիպումից առաջ։ Մեքենայի մեջ ասում է Նիկ գիտես ում շատ կուզեի հանդիպեինք, ասում եմ ուր, ասում եմ Մարինեին Իսրայելի, դե ասում եմ դա ես շատ կուզենայի, բայց Իսրայելն ուր, Հայաստանն ուր, էլի Առաքելեն ջան, Աստված կտա մի օր կհանդիպենք։ Բուկվալը դրանից մի քանի ժամ հետո զանգում է Գայանն ինձ, ոնց որ, ու ասում է Սիլվան քո հետ կապնվեց, ասում եմ չէ, ինչ է եղել։ Բայց Մարինեն է եկել Իսրայելից, ասում եմ գայ, ի՞նչ ես ասում, ասես փշակ հավում եմ, ասում է, հա, եկել է ու անպայման ուզում է վաղ գա այդ հանդիպմանը ձեզ տեսնի։ Ասում եմ լավ, զանգում եմ Առաքելյանին, այդ փայն իրար հետ չենք, ինչ ես անում, նստած եմ, դասիպին բռնի, հանգար չընկնես, գիտես վաղով է գալու մեր այդ հանդիպման, ո Մարինեն տիկին։ Դե եթե սա մանիֆեստացիա չի, բայլ ինչ է։
Այսքան խոսում ենք մանիֆեստացիայից, բայց ինչ է, ասենք այս ցանկացած բան, ինչ որ սրտով եք ուզում կատարում, ինչ հրաշք էր Մարիան, ինչ հրաշք էր ամուսինը, հրաշքներ։ Ուղղակի այդքան հրաշք մի տեղում կասկադը չգիտեմ, եւի ծաղկելու է վաղնի սոր լուրջ եմոցիա։ Շատ լավ էր, ամեն ինչ հրաշալի էր, ոնց որ ու այդքան մարդ կար, բայց ինչքան ներդաշնակ էր, ոչ աղմուկ կար, ոչ մի հատ, sense ոնց որ հետաքրքիր է, Սերվոյան ուրիշ մարդիկ էլ կային, էլի։ Դες օրինակ 4 հատ ջահել աղջիկներ սիրունիկ նստած են, դեպրոցականներ, էլի։ Sense նայում են զարմանցած են, ու sense վերաները ոնց որ կամած բան էլի, ժպիտի մեջ sense որ անկախ իրանից բան անում, էլի։ Իսկ սովենները խելագարները իրար գերքում բան։ Շատ ոնց որ sense բոլորը sense բան են, էլի, տեղտային է բարձրանալու, իջնելու ժամանակ բան։ Շատ հետաքրքիր։ Ես ինչ տպավորություն է վիրուսը, ոնց է աշխատում, չէ՞, որ նման մարմնիդ մեջ ուղղակի էսի մի հատ ընկակի խելացի մշակած վիրուս է, որ իմունիտետը իր դեմ չի պայքարում։ Որովհետև ցանկացած տեսակի վիրուս, որ ընկնում է ինչ-որ մի հատ մարմնի մեջ, այդ մարմինը սկսում է պայքարել, սա վիրուսը իր այդ զարգացման, տարածման, հա, process-ը դանդաղ է գնում։ Այնպես տպավորությունը, որ այս ինչը որ մենք ստացել ենք ու փոխանցում ենք էսի վիրուսը, ու սրա դեմ պայքար չկա։ Այսինքն դատապարտված է ընդհանուր այս մարդկությունը, այս հիվանդությանը, որը որ կոչվում է երջանկություն սեր, էլի, հանկարծ ուրիշ բան չմտածեք, եթե իր հիվանդությունն եմ ասում։ Սերա, միայն սերա, այս վիրուսը սերա, ու թող բոլորը վարակվեն այս վիրուսով։ Ես ուզում եմ, որ հա շուտ, ինչքան հնարավոր է շուտ։ Գրկենք չէ, մի անգամից վարակտանք, գնացեք վարակեք, էլի իրոք շատ լավ վարակա, շատ լավ վիրուս է։ Մենք սփռում ենք բոլորին սիրում ենք։ Չգիտեմ, այսքան սեր մի տեղում պիտի հրաշալի բաներ լինեն ուղղակի Նիկ ջան։ Անխուսափելի է։ Անխուսափելի է միանշանակ։ Ու բոլորին գիտեք ինչ եմ ուզում ասեմ, որ Նասին, Մարիամին, Մարիաննային, ովքեր հերվում են, Հենրիին, ում չեմ ճանաչում, չգիտեմ, մեր Zoom-ի մաս, բոլորին, ում անունները չեմ նշում կներեք ու բոլորիդ ասում եմ, որ յուրաքանչյուրը չեք պատկերացնի ինչ մեջ գործ եք անում ու մարդիկ ոնց են սիրում։ Երեք ես այդ ամեն ինչը իմ հետ ով խոսացել է, չեմ կարող էլի այտենց անհատական բան, բայց մարդիկ ապրում են իրոք այդ սիրով։ Ու իրանց հետ այդ սերը, ձեր տված սերը բազմապատկվում է ու այտենց մենք տարածում ենք սեր։ Հաստատ, բարի մատկերքից։ Անես կարկախառնվեցիք իմ հավաստնել տվեց։ Հավապրես որ դուք կա Սիլվա ջան, իրոք, էլի լուսավոր հոգի, այդ սկզբից այդ որ ուզում ենք այդ քո պատմությունը սկսենք, այնց 10 ուսակցություն չխոսացինք էլ, բայց ես կուզեմ մի քանի բառով գոնե ներկայացնես, էլի։ Շատ յուրահատուկ ճանապարհ ես անցել, որ արդեն բժիշկները հույսները կտրել էին, բայց դու որոշել ես դեռ շարունակել քո կյանքը ու բժիշկներն անզոր էին։ Չկարողացան քեզ բուժել։ Չկարողացան համոզել, որ գնաց։ Ասում եմ, չեսի գնացողը չի։ Ուրեմն Ժորժ ջան, նախ ասեմ կյանքում չեմ հիվանդացել, տենց շատ չհիվանդացող կերպար եմ եղել, չեմ հիշում ինձ որ պարկ եմ, հիվանդանամ, նվնվամ, մի ընթացք սենց անդադ գլխացավեր եմ ունենում, ինչ որ սենց ու ոչ մեկ չի հավատում, որ ասում եմ լավ չեմ, այնքան տենց բաներ չեմ արել, ոչ մեկ ուշադրություն չի դարձնում մի քանի օր։ Սկում եմ թուլանում է օրգանիզմը, դու երկր քանի տարի 21 թվին է եղել։ Մի քանի տարի։ 21-ի սեպտեմբերի 2-ին։ Ու գնում եմ քրոջս երեխեքին վիրահատության ամբողջ գիշեր հիվանդանոցում եմ լինում, քրոջս ասում եմ մի տեսակ եմ, լավ չեմ զգում ինձ։ Առավոտը գնում եմ տուն, գնում եմ գործի, մեր աղջկան ասում եմ մի հատ որ խնդրեմ սուրճ կդնես խմենք։ Մի սուրճը դնում է ու սուրճ խմելուց միանգամից այս ամբողջ կլման ակտ, խոսակցական ապարատ ու ամբողջ օրգանիզմս աստիճանաբար պարալիզվում է։ Իսկ ներվային ինչ-որ ինքը ոչ մի հիվանդություն չկա։ Իրանք ախտորոշեցին ինձ միաստենիա գրավիս, որը ես Գերմանիա ուղարկեցի անալիզները, բացառեցին այդ հիվանդությունը, նեյրոմիոգրաֆիայով բացառեցին, որ ես աուտոիմուն հիվանդություն ունեմ,
ու մի ամիս հիվանդանոցում պարկելով իմ կյանքը վերլուծելով բժիշկները ինձ համոզում էին որ դու լուրջ հիվանդ ես մի օր մամայս ասի այս մարդկանց ասա որ ես իմ հիվանդության անունը գիտեմ էլի ու ասեցին ինչա ասի իմ կյանքն է ինձնից իմ ապրած սխալ կյանքն է ինձնից գնում հիմա թողեք թող գնա որ ես նորը գա մի մանեկեք հիվանդություն իրականում ես գիտեի որ ես պիտի հիվանդանամ ես այդ ամբողջ իմ կյանքը տեսել եմ ես գիտեի որ ես շատ փոքր հասակում ես իմացել եմ որ ես պիտի ամուսնանամ պիտի ունենամ պիտի լինեմ իմ երեխեքի մայրը պիտի իմ ճանապարհը անցնեմ պիտի հասնի այդ աստիճանին ու ես պիտի մենակ մնամ ու այդ ամբողջը ես իմ համար շատ նորմալ էր ու բոլորը սպասում են որ ես պիտի մահանամ Ես ինքս հավատում եի, որ ես պիտի ապրեմ ու բոլորին հավատացնում եի, որ ես ապրելու եմ։ Անկամ այն ամենավատ ժամանակ, որ ես խեղդվել եմ ու ինձ տարել են ռեանիմացիա, որտեղ բժիշկները լրիվ հույսները կորցրած են եղել, որ ես չկամ, արդեն ինձ հետ են բերում, ես գոռում եմ, ժողովուրդ հանգստացեք, ես լավ եմ, բայց ինձ ոչ մեկ չի լսում բնականաբար, դու ես տենում եմ այդ ամեն ինչ, իմ հետ ինչ է կատարվում։ Ու այդ հրաշքները որ լինում են մեր կյանքում այդ հենց նենց չեն էլի Նիկ ջան այդ ամեն ինչը լինում է որ մեզ ասի որ կանգար հերիքա անցել ես հասել ես ապրի արդեն վերջ ու այդ ճանապարհը երբ որ այդ հիվանդությունը մեզ տրվում է միակ բանը որ մարդկանց ուզում եմ խնդրեմ Ժորժ ջան հիվանդությունները հենց նենց չեն գալի մեր կյանք ցանկացած հիվանդություն մեզ տրվում է մի բանի համար որ մենք մաքրենք մեզ եթե մենք մեր գիտակցությունը այնքան է հերիքում որ մենք մաքրում ենք ինքը պրոստը գնում է մեր կյանքից իսկ այն մարդը որ տրվում է հիվանդությանը ու ընդունում է հիվանդությանը իր մեջ հավատում է որ ինքը հիվանդ է ինքը չի առողջանա ցանկացած դեղ ցանկացած բժիշկ ամեն ինչ կարա անի, բայց դու ինքդ եթե չես հավատում, որ դու առողջանալու ես, դու չես առողջանա։ Խոսքը չէ, որ ասում ես սիրեք ձեր հիվանդությունը։ Հա։ Ընդունեք իրան ու կլավանա։ Մի պայքար է, որտեղ պայքարի դեպքում ուժեղացնում եք, այլ ընդհանրապես փորձեք հասկանալ ինչի է եկել հիվանդությունը, ինչն է պակաս, ինչն է եկել լրացնի։ Այո։ Արաքելյանը մեծ շատ ուժեղ խոսք ունի, որին դուրս շատ է գալի։ Առաջնում ոնց է այդ արտադրությունը, առողջ մարմնում առողջ հոգի։ Հիմա արդեն նոր ժամանակների պահանջը կամ նոր ժամանակների այդ բերումը առողջ հոգու մեջ առողջ մարմին։ Եթե ֆիզիկապես ունեք ինչ-որ խնդիր, ուրեմն ձեր հոգին ընկճված է, ուրեմն դուք հոգու ծրագրից շեղվել եք, ուրեմն այն փորձառությունը, որ դուք այդ պայն ապրում եք, դա ձեր այդ օրիգինալ որոշած փորձառությունը չի եղել։ Ուղղակի քիչ ձեզ գցում է այդ վիճակի մեջ ու ոչ թե այնց ձեզ պատժելու համար է գցում, ուղղակի նայեք, ոնց որ sense պատկերացեք, սա էներգիա, հա, ասենք էսի հոգին է, էսի ֆիզիկական մարմինն է։ Երբ որ միասին են գնում, նույն ուղղությամբ վրա ներդաշնակ ենք, երջանիկ ենք, արարում ենք, հզոր ենք, սիրով լցված ենք, երբ որ արդեն մարմինը սկսում է այս ուղղությամբ թեքվել հոգից sense, արդեն ինչ-որ բան է լինում, էլի։ Բալանսից ընկնում է։ Բալանսից ընկնում ես, դա էլ արդեն քո այս մեծ էկոսիստեմը, հա, այս բջիջների տրիլիոնավոր համակարգը արդեն խառնվում է իրար, ոնց որ չունի այդ գիտակցության այդ ամեն վարքյանվա ուղղորդությունը, ինչ անի, ոնց անի, հա։ Ու շատ խառնվում է ամեն ինչ քո մեջ։ Այո, ու այս դարերի ընթացքում էլ, հազարամյակների ընթացքում էլ ըստ երևույթին մի հատ գենետիկա ենք ստեղծել, ձեռք բերել, որտեղ որ արդեն այս ռակի, հա, բջիջներ օրինակ եմ, արդեն սկսում են գլուխ բարձրացնել, որտեղ մի բանը այն չի, կամ ասենք օրինակ ինչ որ քո հետ ա եղել, որը շատ հետաքրքիր բան ա եղել, դա քո մարմին ճիճն է։ Իմ հիվանդությունը կոնկրետ ինձ ասել է, կամ հոգու ճիճ է, ես կասեի։ Հոգիս ճճացել է, որ մարմինը սխալ է ապրում։ Մարմինը փոխակերպելու մեջ։ Հա։ Բայց իրոք ես ինձ տենում էի, որ ինձ կանգնացրել է ու ասել է այդ մի ամիսը որ պարկում ես հիվանդանոցում հələ մի հատ հետ գնա վերանայի ապրածդ ու դու տես դու ինչի մեջ ես ու այդ օրվանից սկսած այդ հիվանդանալու օրվանից սկսած իմ ամբողջ կյանքն է փոխվել իմ շուրջ հայտնվել են մարդիկ ոնց որ նվերներ հայտնվել են մարդիկ որ ինձ ցույց են տվել ուր գնալ ինչ անել, ոնց ճիշտ ապրել, ոնց ճիշտ խոսել, ոնց ճիշտ, այսինքն ճիշտը որն է, իսկական ապրել։
ճիշտ չէ, իսկական ոնց որ ես պիտի ապրեի, բայց այդ շեղված ընթացքից ինձ ոնց որ հետ բերեցին ու այն կյանքը որի մեջ ես պայքարում եի ասում էի էս էլ անեմ էս էլ անեմ ոչինչ էս արագացնեմ էս ժամանակ չկա մի հատ կանգնացեց ասեց քեզից ոչ մի բան կախված չի մի հատ թուլացի հանգստացի ու եթե դու ուզում ես առողջ լինես ունենաս այն ամեն ինչ որ դու պիտի ունենաս, դա քեզ կտրվի, երբ որ դու ինքդ քո հետ լինես։ Ինչ թվում է, այս ընթանում է մեր կյանքը, ուզում եմ ասեմ, կյանքը բոլորի համար ընթանում, ամեն մեկ ապրում է կյանքով, պարտադիր չի, որ այսպես ասած հանգուցակետային բաները գծված լինեն, ոնց որ քո մոտ կամ մեկի մոտ էլ, ասենք մեր բոլորի մոտ ինչ-որ բաներ լինում է, քիչ թե շատ, ասենք, ավելի մենք կարևորություն ենք տալիս կամ չենք տալիս, ավելի բարդ, ավելի թեթև, բայց մեկը այդ կետը պետք է լինի մեր կյանքում։ Այդ կետը այնա, ինչ եմ ասում, եթե ինչ-որ մեկի կյանքում այդ ձևի պահը գալիս, պետք չի վախենալ, պետք է դա ընդունել պատրաստակամությամբ ու որոշակիորեն շնորհակալություն լինել դրա համար, որովհետև մեզանից յուրաքանչյուրը պետք է ապրի իր խաչելությունը։ Սա է այդ խաչելությունը, օրինակ քո խաչելությունը այսպես վերարտադրվեց։ Մեզանից յուրաքանչյուրը այդ խաչելության պահը պետք է ապրի, որպեսզի փոխակերպվի գիտակցությամբ, սրտով, էությամբ, հոգով, դրա համար թող մարդիկ չվախենան դրանից, թող ընդունեն ես կասեի սիրով։ Ոնց որ դու ես ընդունում։ Ես շնորհակալ եմ, ոչ միայն սիրով, ես դա շատ կարևոր ընթացք է, մեր կյանքի ընթացք է, կարող է այդ պահին երևի մեզանից յուրաքանչյուրը կարող է մահանալ, բայց թռավ մահի վրայով, Դրա վրով մի հատ միտք է եկել, ուզում եմ արտահայտվեմ, ու կուզեմ ինձ ասես էլի ճիշտ է այդ միտքը ինձ ասել, թե չէ։ Դու կարողացել ես այդ ամեն ինչը հաղթարես, չնայած որ մահվան այդքան մոտիկ ես եղել, կողքից էլ միշտ ասենք ջոգել ես, որ իրանք սպասում են, որ դու պետք է հեռանաս ու չէիր կարող այդ մտքերը չունենայի, բայց դու չես վախեցել մահվանից։ Դրա համար կարողացել ես հաղթարես։ Բացարձակ։ Ճիշտ ասեք, Նիկ ջան։ Որովհետև այդ վախը, որ ունենում ես, արա ժողովուրդ չնայած ես չգիտեմ ոնց ես այս բաները փոխանցեմ հասնեմ ձեզ։ Մի վախեցեք։ Վախը ինչքան էներգիա է տանում։ Այն ինչ որ պետքա լինի, լինելու է, բայց որ վախում եք, ավելի եք արագացնում ու կլանում։ Ու այդ վախենալու ժամանակ արդեն դուք ապրում եք այդ սցենարը, ինչ որ չեք ուզում։ Ու արդեն դատարկվում եք ու չեք ունենում այդ էներգիան, որպեսզի օգտագործեք, ու այն ինչից որ վախում եք, իրան հաղթեք ու անցնեք առաջ այդ երևույթին։ Լրիվ ճիշտ ես։ Այս հենց այնպես չասեցի երեկվա այդ մեր հանդիպման ժամանակ, ինձ թվում է ու մասին որ ասում ինքը կնայի հաստատ, այս տիպի ասես մի հատ զրույց ունեցել ենք ու իմ համար բան էր, էլի շատ տխուր էր, որ մարդիկ ինչքան են վախում էլի այդ մահվանից։ Ես չեմ կարող հասկանալ ոնց կարելի է մահվանից վախենալ, էլի ինձ սաղատ կներեք, բայց ես չեմ հասկանում։ Եթե մի բան անխուսափելի է, նստել վախենալս որն է, Կամ չեք մտածում դրա մասին, սկսենք այդտեղից։ Երբ որ ժամանակը գալու է, լինելու է դա։ Այսօրվա առօրյան արթնանում ես, ասենք, այսքան էներգիա ունես։ Այսօրվա առօրյան չես կարողանում ապրես, որտեղ այսքանը տալիս ես այդ մահվան մտքին, հա։ Արա որը վերջացավ, ցավն եզի բարի տանջվել, ես գնացի առաջ խոսքի։ Ես այդ ձևով եմ նայում, էլի այս երևույթին։ Իսկ մինչև այդ օրը գալը նստելու պրոստը սենց վախենալ, լավ վախենանք, հարց չկա, խուսափելու ենք այդ օրվանից, եթե վախենանք, բայց ինչից ենք վախում։ Իմ ընկերուհիներից մեկը շատ մտերիմ ընկերուհի, որին միշտ ինչ-որ սենց հարցերում միշտ պատմել եմ, միշտ ասում է, լսի որ հանկարծ ես կմահանամ, էդի հլը մինչև հիվանդանալս, որ ես գիտեի 40-ում իմ հետ ինչ-որ բան է կատարվելու, այդ մահվան հետ կապված, ասում էի, չփորձվեք տխուր թաղում անեք, ուրախի մեջ իմ թաղումը կանեք, ու ասում եմ, բայց ասում լսի, որովհետև ես լավ տեղ եմ գնալու, դուք ինչի եք մտածում, որ մահվանից հետո անպայման պետք է ինչ-որ վատ բան լինի Այնքան կողմ եմ քո ասացին, ես էլ եմ բոլորին ասում եմ, հատկապես որ լավ ուրիշներին էլ մի կողմ, չնայած ես արդեն
որի որ հարազատին որ ճանապարհում եմ, իրոք ուրախ զվարթ եմ ճանապարհում իմ մեջ, որտեղ ես էլ եմ հասկանում, որ այնտեղ բան չկա, էլի տխրելու մարդը հետ գնաց տուն, որտեղից որ եկել է, բայց ասում հանգած ինչ ճանապարհելուց իմացել եմ, այդ տխուր դեմքերով այդ դուդուկ եք բերել, բանիխի դա եք արել, ձեռքից չեք բրցնելու։ Ես այնպես կյանքով եմ ապրել, որ մենակ պետք է նստեք բոլորը, դու ասեք, հա հուզվել կարա։ Հա, հուզվել կարա քիշու, դե որտեղ մենք էգոիստ ենք, չէ՞, մենք ուզում ենք ինքը մեր հետ մնա։ Մենք դրա համար ենք հուզվելու, զուտ դրա համար, թե չէ։ Ես նոր հիշեցի իմ մի շատ սիրել ընկերը մահանում էր բավական երկար ժամանակ։ Ու ամենասկզբից ինքը կիսված իմ հետ, հենց որ մահանում վախենում է մահանալ, որ սալսափում է դրանից։ Ես իրան ասացի, դու արդյոք դնում ես իմ դրան մեջ, հնարավոր է, ինչ վաճառք է վախենալու դրանից, ոնց որ դու ասեցիր, ինչ անխուսափելի է։ Ժորժան, այնպես ազդեց դա իր վրա, այնքան ինքը հանգստացավ, ու մինչև գնալու վերջի օրը ինքը շնորհակալություն էր հայտնում, անընդհատ ասում էր դա այդ տնեցիներին, թե ոնց ես իրան հանգստացրեցի ու ոնց է ինքը պատրաստ է դրան։ Ինքան հետաքրքիր պրոցես էր, որ չասեց, Դրա համար ես ինչ կարամ ասեմ, չգիտեմ, մենք շարունակում ենք խոսալ վախի մասին թե ոչ, մահվան մասին թե ոչ, բայց ես կուզենայի ասել բոլորին, սիրեցեք նույնիսկ ձեր մահը։ Իհարկե։ Հա։ Որտեղ մահը ինչ-որ մի հատ ուրիշ մի բանի սկիզբ է։ Այո, հենց դա է ամենակարևորը, հա։ Դա անխուսափելի է, հա։ Բայց դրա հետևում այնքան հետաքրքիր տարածք է սկսվում։ Հա։ Մի մտածեք, որ ասենք մահացած հոգին ինչ-որ ավելի վատ տեղ է գնում, քան այսօր։ Մի խառնեք դրվել է մարդկանց մեջ մի խառնեք ձեր էգոյի ցանկությունները, հա, ձեր էգոյի կարոտը, կսկիծը, չգիտեմ ինչ, այդ հեռացողի վիճակի հետ, որովհետև դուք պետք է իրականում նրան նախանձեք։ Եթե սիրում եք իրան, ուրեմն պետք է իր համար ուրախ լինեք ընդհանրապես։ Երանի բոլորի գիտակցությունը այդքան բացվի ու բոլորը այտենց ճանապարհեն ու այդ սուքը, այո, հուզվել ինչ որտեղ մենք իրանից ֆիզիկապես կտրվում ենք, մենք դրա համար կարանք հուզվենք, որ չենք վայելելու, չենք գրկելու իրան, բայց այդ մարդը իրոք որ գնում է, իր ժամանակն եկել է, ինքը գնում է արդեն վայելելու իր մյուս կյանքը։ Կբացվի, իհարկե, Սիլվա անշուշտ կբացվի, ու դա նկատելի է, որ հիմա բացվում է, որովհետև դրանում նոր ոչինչ չկա։ Բացելով դա մենք վերադառնում ենք նախկին իրականությանը, հա։ Դες հիմա ասենք ավելի շուտ ասենք աբորիգեն, նրանք ովքեր այն ազգությունները բան ովքեր մոտ են, հա, այդ աբորիգեն վիճակին, որ ավելի քիչ զարգացում են ապրել, հա։ Իրանք հենց այդպես էլ վարվում են։ Դրա շատ լավ տարբերակ է, որ ինչև էսօր փառք իրենց օգտագործում են, դիքսիլենտը, հա, սևամորթների, հա, ինչ է դա, հենց մահվան երաժշտությունն է, չէ, այդ ջազի այդ հիմնական արտիստներից մեկը, չէ, հենց դա է, չէ, որ իրենց հեռացողներին բարելով երկով բանով երաժշտությամբ ճանապարհորդում են դեպի տուն։ Հիմա հարցին ով աբորիգենը չէ։ Այստեղ բանը, դա աբորիգեն ասելով գիտեմ, այդ մեր ժողովրդական բանը։ Հա, բանը որ դա տեղ ասած բան, հա, բայց աբորիգենը օրիգինալ է, տարածքի հա, դե դեմ ասում, հիմա հարցա, մենք ենք Այ ես ամենտեղ արտահայտում եմ, որ ես կատեգորիկ դեմ եմ դժոխքի գոյությանը կամ այդ մտքին այդ կոնցեպտին, լրիվ նշ չի որ դեզուտին ցանկությունն է, էլի կարամ նստեմ ժամերով բանավեճեմ ու այն ամենաառաջի բանը, որ ինձ ուզում են հակադասեն, ասում դու հասկանում ես, եթե ժողովուրդը այդ դժոխքից չվախենա, ասենք հասարակությունը կկործանվի, ինձ թվում է դա կարող է հարյուրավոր կամ 1000-1500 տարի առաջ կարող է դրա մեջ կար ինչ-որ ճշմարտություն, այսօր բացարձակ դրա մեջ ճշմարտություն չկա, ես ինքս որ մի վարքյան դժոխք գնալու մտքի վախ չունեմ, որ 150% ես գիտեմ, որ այդպես բան գոյություն չունի, ես հասկանում եմ դժոխքը ինչ են դաժինի նկատի ունեցել, որ փոխանցել են մարդկանց, որ դիք այսօրվա կյանքի մասին է խոսքը, բայց այդ ամենի հետ մեկտեղ ես նշ չի որ դարձել եմ վատը, ես նշ չի որ ասենք ֆիղճս դրել եմ մի կողմ ու բան եմ, հա վատ քայլեր եմ անում, բայց այդ ամենը մեկտեղ։ Եկեք մի հատ sense բան անենք, հա, հարց տանք։
այդ դժոխքից վախենալը այսօր ինչ է անում հասարակության համար բացի վնասը։ Վախ առաջացնում, ուրիշ ոչինչ դա։ Մարդիկ վախում են անգամ մահանալուց, մարդիկ վախում են կյանքը ապրելուց։ Փորձ ձեռք բերելուց։ Մի բան անեն հասկանան, դա ճիշտ է թե սխալ։ Մարդիկ անգիտակից երիտասարդ տարիքում, երբ որ այդ ժամանակվա հասարակության պահանջների մեջ ինչ-որ կոնկրետ բաներ կոնկրետ ասենք օրինակ ասենք abortion-ը, հա, ասենք, չգիտեմ 30-40 տարի առաջ այդ քայլի է գնացել, որովհետեւ abortion-ը, հա, որ երբ որ այդ կոնկրետ այդ ժամանակաշրջանի պահանջների մեջ ընդունված է, նորմալ է եղել, այսօր եկե հասել է, չգիտեմ, ինչ-որ մի հատ մեծ տարիքում ինքը չի կարողանում իր կյանքը շարունակել, որտեղ ինքը մտածում որ իր արածի համար ինքը պետք է գնա դժոխք։ Ու հասկանում եք, այսինքն համ վախում է արդեն մահվանից, համ վախում է, այդ մի հատ այնպես պրոստ օրինակ վերեցի, որ հասկանանք ինչի մասին է խոսքը, դա լիքը բան կարա լինի, էլի, որի պատճառով կարաս ունենաս վախ, որ դու գնալու ես պատժվել ես ու դրա պատճառով այսօր էլ չես ապրում։ Չի թողում վախը ապրես։ Եվ սակայն ու դրա հետ միասին այդ վախը դժոխքի հանդեպ չի բանանում, չի մաքրում մեր կյանքը մեր սխալներից։ Իհարկե, չի մաքրում մեր կյանքը նրանից, ինչ մենք իրականում կատարում ենք, չնայած վախենում ենք դժոխքից, որովհետև ինչ է տեղի ունենում։ Հավատացյալը Կիրակի օրը գալիս է մեղքերի թողություն ախնդրում, հա, երկու շաբթի օրվանից մինչև շաբաթ սկսում է այդ բաները, ինչ ուզում է անում, հա, ինչ խելքին փչում է, ասում չարդելով սխալ է, ճիշտ է, խանգարում է ուրիշին, վնասում է, գողանում է, սպանում է, հետո Կիրակի օրը գալիս է մեղքերի թողություն։ Քանի որ մարդու մեջ կա վախը, ինքը արդեն կոնտրոլի տակ է վախի կողմից։ Վախը առաջացնում է ատելություն, վախը առաջացնում է ագահություն, չէ՞, որ մարդը ունի նորմալ կենցաղային պայմաններ, ոսկի տուն, մեքենա, ամեն ինչ լավ է։ Ինչա ձգտում երկրորդին, երրորդին, չորրորդին։ Ագահությունը դրից է գալի, վախ որ դա կկորցնի։ Այո։ Ու ես այդ միջամտեցի մեջ վերեցի դա ինչի համար, որ այդ ամեն ինչի հետ միասին ինքը մեզ չի փրկում մեր սխալները։ Բացարձակ։ Հենց դա է, էլի ամենաբանը, հա։ Չի ծառայում, էլի ոչ դրական նպատակ։ Իսկ փոխարենը դրա կարելի է օրինակ ինչ որ մի քայլ սխալ արվել է, դա մենք չենք կարող սխալներ չանենք, ժողովուրդ, ասենք մենք այս կյանքը սխալ չի, դա ապրելու մեր ճանապարհն է։ Սխալներ գոյություն չունեն, ահա։ Փորձ է, մեր փորձը ձեռք ենք բերել, օրինակ դու հասկացել ես, որ այդ փորձը քեզ չի ծառայում, դա լավ բան չի։ Ուրեմն այդ փորձը այլևս մի կրկնի, քո լավագույն։ Սիլվա ջան, դες վերադարձանք հենց ամենաառաջին մերասին։ Դու ասացի, հա, սիրիր ինքդ քեզ։ Որովհետև եթե դու քեզ սիրում ես, դու քեզ արժանի չես համարում վատ արարքի։ Հենց դա է ամենակարևորը։ 2020 թվականի Սիլվան։ Եկել է Սիլվան, իրար հետ Քեզ իրավունք ունեն 2020 թվականի Սիլվայի արած սխալների պատճառով հիմա մեղադրանք առաջացնեն։ Առհասարակ ինձ ոչ մեկ իրավունք չունի մեղադրի, բացի ինքս ինձնից։ Հասկացա, դա Ես ինքս ինձ կարամ դատեմ, բայց իրականում ես ոչ մի կապ չունենք իրար հետ։ Ոչ մի կապ չունենք իրար հետ, հավատացեք։ Ես այն երևույթներին, որ կարայի նյարդային, ասենց ներվայնացած պատասխանել, նյարդային ինչ որ ծիկեր լիներ, ոչ է, հիմա կարամ սստեմ, ասեմ հա ինչ։ Նայ, նույնը հակառակը ասենք, հա։ Եկեք պատկերացնենք մի սցենար, 70 տարի տարիքետ այդքան կապվում Բայց ասեց 70 տարի մեկը այն ճգնավորի կյանքով ապրում եկեղեցական այսանային, հա 70 տարի հետո հելնում ու տենց չգիտեմ ինչ-որ գայթակղություններ է տրվում, ինչ-որ մարդ է ստանում կամ ինչ-որ մի բան անում այդ մարդուն արժի դատել այդ տարիքում թե ասենք 70 տարի դու ճիշտ ես ապրել ու դատենք Իհարկե պիտի դատենք, չէ՞ դեռ իր արածի համար։ Դրա հակառակը քիչ չկա։ Չէ, դրա հակառակը ինչի չկա։ Ես օրինակ ինքս ոնց եմ ես հարցինամ, ես գնացի պարկեցի քնելու, այդ օրվա նիկը մահանում է, հաջորդ օր աչքերս բացվեցի նոր նիկ է ծնվում։ Ու ավելի լավ է։ Միանշանակ։ Նոր նիկը ունի անցած այդ գիշերվա ու դրա առաջվա նիկի փորձառությունը, բայց ասենք այդ օրվանից սկսած ինքը որոշում է, լույսը բացած որոշում է, օքեյ, ես իմ ազատ կամքի դրսևորումը այսօր ինչ եմ անում։ Որ ասենք, դե ես ունեմ կոնկրետ իմ բաները, հա, այդ ֆունդամենտալ պրինցիպները, որ ես ամեն օրս պետք է դառնամ ավելի լավը, ամեն օրս պետք է լինեմ ավելի պիտանի մարդկության համար։
ու երեկվա երեք չառաջը ու լինում է օրեր որ ես սխալվում եմ միանշանակ լինում է օրեր որ ես ասենք իմ արածի համար համաչվում կամ իմ չարածի համար բայց քնեցի հելա բրծապ այդ օրը վերջացել արդեն դի անցած օրն անց առաջ որտեղ եւ սակայն դու վախը դասը սովորեցի իհարկե չեմ քեզ սիրելով հա իհարկե այդ գիտակցության այնքան բարձրացման հետ է կապված որ դու որ նայում ես քո սխալներին անգամ դու ինքդ քեզնից ես ամաչում որ դու ես եղել դու ոնց կարող ես տենց բար sense մեկի սիրեմ հա բայց հետո ասում ես չէ ընդունի որտեվ ինքն էլ է ինքն էլ իր ժամանակի մեջ էր լավը ինքն էլ կարելի է սիրել այսօր Երևանից սկսենք լավ քանի որ երեք բուրը օր ենք ունեցել երեք այդ մեր փորձառությունը որ ունեցանք հրաշալի փորձառություն այսօրվա մորը զրույցը որ ունեցանք չէ երեք չառաջի օրը ես ես մարդը չէ որտեղ այս երկու փորձառությունը թվարկածս չեմ ունեցել հասկանում ես այսինքն երեք չառաջորը շատ հնարավոր է կյանքը ինձ բերել մի հատ փորձություն ես ինչ-որ մի ձևի արձագանքի այդ փորձության որ ես վաղ այդ ձևով չեմ արձագանքի արդեն ուրիշ ձև կարձագանքեմ որտեղ ես փորձառություններ ունեցա ուզում եմ այդ հասկանալ էլի մեր ազգը մեր ժողովուրդը որ Արայդ անցյալը եղել է ու դու պրոստը դասը քաղեք անցնեք առաջ մի ձեզ սպանեք անցյալի համար հա Այո, եւ ոչ մի բան հենց նենց չի լինում մեր կյանքում։ Այդ անցյալը մեզ տրված է, որ մեր ապագան, մեր այսօրը ավելի լավը դարձնենք մենք։ Մենք պիտի ուղղակի շնորհակալ լինենք անցյալին։ Դիտես вообще մեր հիշողությունների իմաստը որն է։ Որ ասենք այն հին մարդը, հա, որ խոսքի վագրիա տեսը վագրը հարցակվել է բրեն են փախել է։ Մյուսակը վագրն տեսել է վաղ շուտ է սկսել փախնել, ժոգել է, այսպես մեկը հարցակվելու է վրես։ Հիշողությունը նույնալ իմաստ է, այսինքն ինչ-որ մի փորձառությունից, փորձ ես ձեռք բերում, ասում ես առաջ, բայց չի մնացելու այդ հիշողությամբ ապրել։ Ու մի բան էլ է այդ հիշողության, եթե հիշում եք, եթե անցյալն եք հիշում, հələ փորձեք մենակ լավ բաները հիշեք։ Երբ որ լավ կադրեր ես հիշում դու անցյալից, լավ պահեր, լավ էմոցիաներ, դու անկախ քեզնից այդ քո մեջի սերը կրկնապատկվում է, հազարապատկվում է, դու անցյալ, եթե անգամ անցյալ ենք գնում էլի, նախ փորձեք չհիշել ոչ մի վատ բան։ Դա իր թերություն ունի, դա էլ էյֆորիայի մեջ է գնում, ինչ որ իլյուզիա բանն է, դրանով ես ապրում։ Սովորաբար անցյալի հիշողությունները մեզ մոտ սովորաբար, նու դրական հիշողություն, ոչ թե տրավմատիկ Միշտ են վատը ինչ-որ մեզ չի դզել էտի մորանում ենք, մենակ հիշում ենք լավը։ Այսը գիտես սրային վառ օրինակը որն է, որ Հայաստանից տեղափոխվում են Ամերիկա, գալիս են ու Ամերիկայում ոչ մի ձև չեն տեղավորվում ու վերցնում են Հայաստանում եղած են սաղ լավը, այսինքն այս մարդկային հարաբերությունները մեր հայրենիքն է, սաղ մեր լեզվով են խոսում, որի հետ մենք բոլորս համաձայն ենք ու վերցնում զուգահեռ են հասկացնում լստին այ, ասենք ես միասեռականների պրոպագանդա ու լավ չթվարկեն, ասենք սա բացական կողմերին ու Հայաստանի կարոտը սրտերին ապրում են, ես շատ եմ ուզում որ բոլորի սրտերում այդ կարոտը այնքան զարգանա, որ մի օր բոլորով տեղափոխվենք ստեղ, դրա մասին չի խոսքը, բայց մեկ է մի 3 տարի հետո որ հետ են գալի չեն արդեն այդ սաղ լավի հետ, այն վատերն են սկսում տեսնել, որը որ իրանք արդեն մոռացել էին։ Այսինքն անցյալի մենակ լավ հիշողություններով ապրելն էլ այդքան ճիշտ չի։ Նամանավանդ եթե այսօր քո վիճակը այդքան լավ չի։ Եթե պրոստը որպես նոստալգիկ գեղեցիկ հիշողություն ես ապրում ու անցնում առաջ հարց չկա, բայց եթե այսօր քո վիճակը լավ չի, բայց դու երեք լավ ես եղել նստում երեկվանով ես ապրում Դա է քեզանից մի խոսքով գալիս ենք նա որ այսօրով պիտի ապրենք, այս պահով։ Ինչ որ կարաս անես, այլ այս գիտակցվածության պահը, հա, հիմա ես ուզեցա մի անգամ ես բանան նշել այդ գիտակցվածության պահը։ Դրա հակառակ կողմը դու ասացի, հա, ասենք որ գնում են, հետո գալիս են, հա, դա լավ է շատ կողմը, մի բան օրինակն եմ ասում։ Բայց նա տարբերակ էլ կա, չէ՞, որ ուստեղ ապրում է, բան, ասենք հրաժարվում, ասենք ինչ որ բան անելուց, հա ասենք ապետացում անպայման ինչ-որ բարձր կարգի ինչ-որ գործ կատարեմ, ես ովնքով, հա, ասենք, չի ուզում աղթապի, չի ուզում տաքսիկ չի, չգիտեմ, չի ուզում նման բաներ, էլի աման լավանաբան, գնում է այնտեղ, այդ ամեն ինչը անում է հոժարական, հա, ապրում է ավելի դժվար, հա, հոգեպես ընդգծված հայրենիքից հետո, այսինքն, քանի որ գիտակցված չի, ինքը իրան պարտադրում է նրան, ինքը ինչը հանգիստ կարող է այստեղ անել ու ավելի լավ ապրել Հա Դել են սկզբից մեր ասած ռամպաներն է, էլի, չէ՞, հասարակության։ Հա, հենց այդ է, որ եթե չլինեն այդ ռամկաները, եթե մարդը ավելի գիտակցված լինի, ինքը չի գնա այդպիսի զողողությունների,
որպեսզի բարելավի իր վիճակը, այդ վիճակը ինքը հենց տեղում կան, դա շատ ավելի հեշտ է, որտեղ դու գիտես, սա քո էս բանն է, էլի համշնչառության կենտրոնն է, համեն Բոժկենը, որի մեջ դու այդ կոմերան եղել է, չէ 23 տարի, 35 տարի հայրենիքից դուրս եկած մարդիկ ինչ խորհուրդներ են տալիս։ Էլի մենք էլ գանք ընդեր բառ։ Այս սխալների վրա ենք սովորել այս ամենը դրա համար։ Քանի որ ես ճիշտն ասած այս նենց ստացվեց հունվարին ընդեղ էի, ու այդ ամեն ինչը ես իմ տղայիս որ մաշկի վրա եմ զգացել, հասկանում եմ ինչա մենք դրա միջով անցնում ենք, բայց այդ իր ճանապարհն է, ինքն է ընտրել, ինքն է ուզեցել գնա, ես իրան ու ինքը երիտասարդ է, թող փորձի, չեմ այ ասում իր ընտրությունն է, չէ՞։ Հիմա մենք խոսում ենք այս բանից, շատ լավ է որ դու ասացիր, հա, որ մենք այսքան ժամանակ այնտեղ ենք ու խոսում ենք, հա, ու մենք շատ լավ գիտենք, որ շատերը կլինեն, որ կասեն հələ տես զենը տակ տեղից է գալիս, իրանք երբ որ գնում են այդ ձևի չէ, բայց մենք չենք ասում, ասենք թե ինչպիսի ճանապարհներ են անցել, որքան հեշտ ու դժվար են եղել այդ ճանապարհները, եւ դա էլ նշանակություն չունի վերջի, ու նշանակություն չունի թե ով ինչ կասի, մենք վաղուց արդեն չենք մտածում այն մասին, թե մեր մասին ով ինչ ասելու, հա, բայց մենք ուզում ենք, որպեսզի գոնե մեկը լսի, հա, ու մտածի այդ մասին։ Արդյոք իմաստունի գնալ ու այնտեղ կատարել այդ աշխատանքները, թե ավելի լավ այստեղ մնալ 23 տարի առաջ, երբ որ ես տեղափոխվում էի ԱՄՆ, ուրեմն սենց էր տարբերությունը, այս ԱՄՆ-ի կենցաղային պայմանները, էսի Հայաստանի, որ ճիշտ հասկանանք, իմ հետ նկար են տվել, որ տանեմ ինչ-որ մի հատ իրենց բարեկամի փոխանցեմ, ես այդ ժամանակ եմ, հա, տեղափոխվել, այսինքն շատ մեծ տարբերություն կար։ Այսօր արդեն Նախ ԱՄՆ-ն ու ընդհանուր աշխարհը այգին իջել է, որտեղ ծանր պիրուդ է ապրում, իսկ Հայաստանը շատ մեծ վերելք է ապրել, այսքան է տարբերությունը։ Այսքանի համար ես ինքս գտնում եմ, որ էլի զուտ իմ կարծիքը ոչ մեկին ոչ պարտադրում կամ մեղադրում, իրոք չարժի ժողովուրդ ջան, այս վերջի մի քանի տարվա մեջ ով տեղափոխվել է ԱՄՆ, սաղի մոտ է շատ ծանր վիճակ է, ու ես ինքս արդեն գիտեք 23 տարի հետո եկա այդ որոշման, իհարկե իմ վիճակը այնտեղ շատ լավ է, ես վատ վիճակից չեմ տեղափոխվում, բայց ես որոշեցի, որ հերիք ավտարության մեջ ապրեմ, ուզում եմ գամ ստեղ ապրեմ, դրա համար ենք այրևի մեզ թույլ տալիս ես վենսս բաղ։ Այո, ու դա էլ նույնիսկ էլ երկու կողմն է տեսել ենք, դրա համար։ Դա մեր համար է ու в принципе կարևոր չի էլի թե ինչի վրա պետք է հիմնվել, կարևորը այն է որ նա ով կլսի, թող լսի իրոք, էլի։ Բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ ձեր սաղից սաղը տանենք, սաղիդ փորձառությունը հարգում ենք, ինքներդ ձեր փորձառություններն ընտրեք։ Եթե ես 23 տարի առաջ կամ հերս sense մտածել ինչ չուղարկեր ես գնայի Ամերիկա, ես հիմա այստեղ են դարաշ չէի լինի, ձեր համար պիտանի չէի դառնա, հա չէի գա, այս ամեն ինչը չէի փորձել։ Ես նիկը չէի լինի։ Միանշանակ, այնպես որ այսօրվա գնացողներն են, վաղվա նիկերն ու Սամվելներն են, որ էլի հուսով եմ հետ կգան ու բարարեն։ Ես կուզեի որ նրանք գիտակցված գնան, որպեսզի դառնան նիկել են։ Ինֆորմացիայի գիտակցված գնան, հա։ Քո ասած բանը, հա, ես շատ լավն է, բայց ես ուզում եմ ավելին ասել, որտեղ ես ավելի մեծ կարծիք ունեմ Հայաստանի մասին, հա, ու համոզված եմ, որ այդ բալանսը, որ դու ասացիր, հիմա համարը հավասարվել է, բայց շուտով Հայաստանն է լինել ավելի բարձր։ Այս բան ես էլ եմ արդեն այդ կարծիքին, չնայած երկար ժամանակ չեմ բանարել, համակերպել, որովհետև իմ հետ մեր դեֆեկտը, ժողովուրդ ջան, մեր դեֆեկտը, մեր այդ փոքր չափ, չէ, դու այդ մի դեֆեկտի մասին եմ։ Որ փոքր ենք մնացել ու քիչ ենք մնացել, եկեք հասկանանք, որ այսօր մեր էֆեկտն է դառնում։ Այո։ Որովհետև 300 միլիոնանոց երկրին ինչ-որ ոտի կանգնացնել կամ պահել, բարենպաստ պայմաններ ստեղծել, ինքը լուրջ աշխատանք է տանում։ 3 միլիոնանոց պետությանը շատ այլ։ Ասենք մենք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը սկսվում, հա, որ այտենց նայում ես առանձնապես շատ տարբերություն չկա, Հայաստանի վրա շատ մեծ դրական ազդեցություն ունի։ Տնտեսական առումով իհարկե պատերազմները թող բոլոր վերանան մեզ, անգամ տնտեսական աճերը պետք չի ուրիշների կյանքի գնով, դրա մասին չի խոսքը, էլի։ Ու հիմա արդեն տեսնում ես, որ մի քանի այդպես լուրջ փոփոխություն, իսկ մարդկությունը համամարտկային շատ կարևոր փոփոխություն է անցնում։ Այ ժողովուրդ, երբ որ ամեն ինչ ստաբիլ է, ինչ-որ ձեռքբերումներին հասնել ինքը շատ դժվար է ու շատ ծանր է։ Sense մանրակրկիտ աշխատանք է պահանջում։ Երբ որ աշխարհում sense վիճակներ է, եթե ճիշտ
գիտակցություն ենք, հա, օգտագործում, մի քիչ բան ենք, աչալուրջ ենք լինում, ասես մի հատ սիրուն այդ ալիքի վրա հելում ենք ու բարձրանում ենք։ Ես հիմա տեսնում եմ, որ մեր երկերը ունի շատ մեծ պոտենցիալ, այդպես մի հատ ալիքի վրա բռնել բարձրանալ, դառնալ մի հատ ինտելեկտուալ կենտրոն։ 3 միլիոն մարդ ապրելու համար մեզ 500,000 նորմալ խելացի մարդ է, պետք է դիք ունենք, էլի, պրոստը պետք է ասենք քններից ահարտացնենք, ասենք հելեկի տեսնենք ինչ ենք անում, ու վсё, դիտով է երկրի վիճակը։ Մի կարևոր բան էլ կա, Նիկ ջան, այդտեղ մենք բանը այն դժվար վիճակների մեջ մենք հաղթող ենք դուրս գալիս։ Ինչ պատճառով, որովհետև այդպես է ստացվել, հա, որ մեր երկիրը ինքը ավելի միատեսակ է, էլի, որ քիչ են այլազգերը էստեղ, հա, հիմա տես Ռուսաստանի, ասենք Ամերիկայի, հա, մեծ երկրների ապարիշուտ համախմբելը ստերեշտ իրար հասկանալն է հեշտ, ասենք մի հատ նորությունը բազմացնել բոլորի մեջ ավելի հեշտ, արտակարգ կարևորը դա հենց այսօրվա համար, որ բոլորի մեջ արթնացել է արդեն գիտակցությունը, հա, այդ Քրիստոսա գիտակցությունը, բոլորի մեջ արթուն է, դրա համար մենք շատ ավելի արագ տեմպերով կարանք դա ընդունենք ու տարածենք, հա։ Ու այդ էլ մեր ժողովուրդը պիտի մենք սկսենք էլի սիրել մեզ, մեր ազգը, մեր թերություններով հանդերձ, մեր առավելություններով, մենք ասենք սիրում ենք էլի մեզ փնովել օրինակ, ասենք վատ բաները վրաս, հա վատ բան բոլորի մեջ է կա, որ ազգն է կամ որ պետությունն է անթերի, որ պետության ղեկավարներն են անթերի կամ որ պետության սովորական քաղաքացին է գոհ իր երկրի ղեկավարից։ Տենց բան չկա տենց բան, բայց հազվադեպ։ Բայց հազվադեպ, հա, բայց հիմա մեզ բաժին է հասել այն ինչ որ մեզ է բաժին հասել։ Ու պետք է սիրենք մեր երկիրը, ամեն մեկս եթե յուրաքանչյուրս մեր աշխատանքում, մեր տեղում մի լավ բան անի, այս երկիրը կծաղկի օրեցօր։ Կարծում եմ դրա լուծումն էլ կա, այդ ղեկավարի լուծումն էլ կա, որովհետև եթե ընդհանուր ազգը, ընդհանուր ժողովուրդը գիտակցված չի, հա, որտեղից է դուրս գալիս ղեկավարը։ Չէ՞ որ ժողովրդի մեջից է դուրս գալիս։ Եթե ժողովուրդը գիտակցված չի, որտեղից տա գիտակցված ղեկավար։ Ուրեմն մենք պետք է ձգտենք դառնալ գիտակցված, հա, որպեսզի առաջնորդն էլ լինի գիտակից, հա։ Հետո մենք կարողանանք այդ հումքը հանդիսանալ։ Հետո այդ լինեմ սիրած արտահայտությունից, որ ցանկացած ժողովուրդ արժանի է իր առաջնորդին։ Լավ առաջնորդն եկավ անգիտակից, ոչ այդքան գիտակից բնակչության ղեկավարի, բնակչությունն է իրան իջացնելու։ Վատ առաջնորդ եկավ գիտակից ժողովրդին առաջնորդի ինքն է բարձրանալու, հավասարվելու այդ ժողովրդին։ Եկեք հասկանանք այդ պատասխանատվությունը մեր վրա էլ վերցնենք, հա, առանց ինչ-որ մեկի պաշտպանելու կամ փնովելու։ Ժողովուրդը սովետական միությունը չի, հա, ասենք հանրապետություն ենք ուզում, ստացել ենք։ Ինչը դուրները չի գալի, հելեք փոխեք, արարեք, մի պահանջեք, մի սպասեք։ Մի մասը կարում են անել, մի մասը չեն կարում, մի մասը զլանում են։ Մեր վրա վերցնենք այդ պատասխանատվությունը, մենք փոխենք այդ ամեն ինչը։ Մենք դրա համար մենք խոսում ենք գիտակցվածության մասին, հա։ Եկեք աշխատեցնենք մեր հաստատ գիտակցության արտնացումը լինելու է բոլոր հարցերի լուծումը։ Ես դրանում վստահ եմ։ Երկու հատ հարց տամ քեզ ու սահմանափակվենք։ Մեկ ուզում եմ անեմ քո սիրած թիվը։ Իմ սիրած թիվը 8։ Մի հատ էլ ավանդական արդեն դարել հարց ունենք, եթե հյուր ենք ունենում հարցն ենք տալիս, եթե հնարավորություն ունայր վերապրեիր քո ապրած օրերից մեկը, մի օր ընտրեիր, վերապրեիր, այսինքն չփոխեիր, փոխելու հնարավորություն չուներ, գնայր էլի նայր ֆիլմի պես այդ օրը, այսինքն ամենավառ, ամենացանկալի օրը կյանքիդ, որը կլիներ։ Մի օր չի ախր։ Ընդամենը մեկ, հա։ Ես դրա հետաքրքրություն դրա մեջ ունեմ։ Իմ ծնունդի օրը կապրեի։ Ու ես տեսնեի ոնց եմ ծնվում, ոնց եմ աշխարհ գալիս, այդ օրը կուզենայի։ Զորագույն էր, ես չէի մտածել դրա մասին, էլի, այսինքն գիտակից ձևով գնայի։ Հա, ես տեսնեի ոնց եմ ընտրեի իմ ծնողներին, հա։ Ես պետք է բարացից։ Հա, այդ կուզեի տենայի ոնց եմ ընտրեի իմ ծնողներին։ Հո ես օտար չեմ ստացել։ Իսկ երրորդ հարցը չկարեք բաներ, հա, բայց ես գիտեմ երրորդը դիռի։ Երկրորդը խնձոր չենք ումար երկնքից ենք դու։
Դե դու երրորդն եմ Այդ թվի պահն էլ պրոստը, քանի որ էլի մեր 11-րդ էս նկարանունն է, 11-ն է։ Չգիտեմ, խի ոնց որ ինձ թվաց, որ դու 11 թիվն ես ընտրել ու դրա համար հարցից, թե չէ թիվը։ Հա, նայ, այդ թվերի պահով ուրեմն իմ մշտական սիրելի թվերից են, ես մի քանի 8 ասեցի, տենց հավաքական։ Ուրեմն 2-ն եմ սիրում, 4-ը, 8-ը, չգիտեմ ինչի։ Տենց միշտ իմ համար այդ 2-4-8, 2-4-8 ոնց որ ինչ որ իմ հետ ասոցացվում է այդ թվերը ու չեմ կարող հասկանամ ինչի։ Ամուրա Ֆիբոնաչչի ես։ Այ Ես թվերի պահով շատ լուրջ իմաստություն, փիլիսոփայություն, գիտություն կա էլ այդ թվերի հետևը մենք նոր որ ասում ոտին թաթերն ենք լվոր մտցնում այդ ջրի մեջ, որ հասկանանք այդ ամեն ինչը շատ ուժեղ, շատ հզոր նումերոլոգ ունենք մեր խմբից, մեր Մարինեն որ ազգանունը Նազարյան Մարինեն, շատ եմ ես իրան սիրում հարգում շատ, մեր մյուս podcast-ը փորձում ենք նկարենք, էլի մի հատ մեզ շատ հարազատ անձնավորության հետ է, մեր Անիի հետ, որ human design-ի մասնագետ է, այնքան թերահավատորեն վերաբերվել այդ ամեն ինչին, էլի իմ կյանքի մեծ մասը, մինչև որ արդեն դառնում ես այդ գիտակցությունը ու սկսում ես արդեն սենց ստեղից նայել կամ ես մարդկանց հետ շփվել, իրենք քո համար այդ անում են ու տեսնում ես թե ուրիշ անկյունից սկսում ես դու քեզ ճանաչել, հա, ու սկսում ես հասկանալ այս կյանքի ընթացքում որ ես սենց արեցի, փաստորեն էս է դրա պատճառը ու ամեն արդեն կարողանում ես ավելի գիտակցելի քո մյուս էտապների անելիքը պլանավորես Իմ կողմից բոլորին խորհուրդ եմ տալի, փորձեք ինչքան կարողանաք ձեզ զարգացեք այդ առումով, ինքը շատ է ուժեղացնում ձեզ ձեր ավելի լավ տեսակին հասնելու համար, էլի։ Թվերը հզոր են, հա, թվերը հզոր են։ Շատ հզոր են։ Անչափ շնորհակալ եմ Սիլվա ջան, արտակարգ զրույց ստացվեց, էլի լրիվ համապատրաստից ոնց որ միշտ անում ենք, ապրեք շատ։ Դուք ապրեք, շնորհակալ եմ, որ ինձ դիմացաք։ Սիրում եմ ձեզ շատ, բոլորիդ շատ եմ սիրում ու շուշուտ եկեք էլի, եկեք մնացեք։ Կաշխատենք։ Շնորհակալ եմ։